1.5 տարի առաջ, երբ Ռուբեն Վարդանյանի հետ միասին հիմնադրում էինք առաջնորդության դպրոցը, երևի դժվար կլիներ ակնկալել, որ 2.5 տարի անց այսքան բարդ իրավիճակում ենք լինելու, բայց նաև այսպիսի ուժ ենք ստանալու, նաև հենց Ռուբենի ուղղորդման շնորհիվ։ Եվ ինձ համար շատ հաճելի է այստեղ տեսնել հենց առաջնորդության դպրոցի մեր շրջանավարտներին եւ մնացած հյուրերին, ինչու է նաև հաճելի ու կարևոր, որովհետև այսօր մենք ունենալու ենք երկխոսություն բացառիկ մարդու հետ, բացառիկ առաջնորդի, ընդ որում բացառիկ ասելով ես նկատի ունեմ ոչ միայն հայաստանյան հայկական իրականությունը, այլև առհասարակ աշխարհում, եւ ես դրա մասին խոսում էի դեռևս, երբ որ Ռուբենը մեզ հետ էր, երբ գործընթացների մեջ ակտիվ ներգրաված էր, որպես համաշխարհային մակարդակի առաջնորդ, եւ այդ առումով կարելի է ասել, որ այսօր նաև յուրօրինակ վարպետության դաս է, անուղղակի ձևով, միջնորդավորված ձևով։ Մենք շատ ուրախ ենք իհարկե, որ նաև մեր հրավերը ընդունել է ճանաչված երգահան Մարինե Ալեսով, որ նաև Ռուբենի քույրն է, եւ այս ամբողջ միջոցառումը ինձ թվում է զարդարելու են հենց մեր մասնակիցները, մեր ընկերները, ուզում եմ ասել, որ միջոցառումը կազմակերպված է եղել ի սկզբանե Ռուբենի ընկերների կողմից, եւ քանի որ դրա մասին ես խոսեցի, ուզում եմ նաև ասել, որ Արմանը Ջիլավյան, ով որ այս միջոցառման հիմնական նախաձեռնողներից է, Արմանը այն մարդկանցից է, որ չի սիրում շատ երևալ, բայց ինքը կանգնած է Ռուբեն Վարդանյանի եւ ընկերների, գործընկերների տարբեր նախաձեռնությունների ետևում, մասնավորապես Ավրորա մարդասիրական նախաձեռնությունը, Idea բարեգործական հիմնադրամը, UWC Դիլիջան քոլեջը, ճիշտն ասած Արմանը շատ ավելի երկար ժամանակ է ճանաչում Ռուբեն Վարդանյանին, քան ես, եւ ես հիշում եմ, երբ որ Ռուբենի հետ ծանոթացել էինք, արդեն մտերմացել էինք, ընկերացել էինք, եւ Ռուբենը ծանոթացրեց մեզ Արմանի հետ, մի տեսակ ներքին ուրախություն զգացի, որ այս տեսակի մարդիկ կան Ռուբենի կողքը, նաեւ գնահատելով այդ գործընկերության եւ ընկերության արժեքը։ Դրա համար մենք քիչ անց նաև կլսենք Մարինե Ալեսին, բայց միջ այդ ես խոսքը ուզում եմ փոխանցել Արման Ջիլավյանին, խնդրեմ։ Բարի երեկո, շատ ուրախ եմ ձեզ բոլորիդ այստեղ տեսնել, իսկապես ընկերներով ենք հավաքվել, որովհետև միասին շատ բան ենք կերտել, միասին շատ հարցերի մասին ենք մտածել, իսկապես մայիսին մի քանի կարևոր միջոցառում կազմակերպեցինք ընկերներով, համախոհներով, իհարկե նվիրված Ռուբենի ծննդյան օրը, բայց դա մի շատ կարևոր պահեր են մեր համար, որպեսզի ուժեղ կանգնած լինենք ներկայում, անպայման նայենք դեպի անցյալ եւ ճիշտ գնահատենք այդ անցյալը եւ ամենակարևորը նայենք դեպի ապագա։ Շատ կարևոր է, որ հենց այստեղ ենք մենք միասին հանդիպում Բաղրամյան 6-ի այգում, որովհետև այս շենքում, այս բակում ծնվել են Ռուբեն Վարդանյանի, իր ընտանիքի, իր համախոհների շատ ու շատ գաղափարներ։ Առավոտյան 6-ից շատերդ կհիշեք, որովհետև եղել եք այդ հանդիպումներին, արդեն Ռուբենը այստեղ հանդիպումներ էր նշանակում, եւ 6-5-ը դա արդեն շատ ուշ էր լինում, եւ մինչեւ գիշերը 1-ը, 2-ը, 3-ը այդ հանդիպումները շարունակվում էին, այստեղ է ծնվել Idea հիմնադրամի նախաձեռնություններ Հայաստանի զարգացման համար գաղափարը եւ իր հիմքն է ունեցել այստեղ այս շենքում, այստեղ շատ ու շատ մասեր նախաստեղծման, Ավրորա մարդասիրական նախաձեռնության ծննդյան պահերն են եղել, Տաթևի զարգացման, Դիլիջանի միջազգային դպրոցի եւ շատ տարբեր ծրագրերի։ Այս այգում նաեւ ինձ թվում է այն որոշումը, որը շատ կարևոր է Ռուբենի համար, մեր համար եւ նաեւ տեղափոխվել Արցախ եւ փորձել ամեն ինչ անել արցախցիներին օգնելու համար, ես երևի որպես շատ նման քննարկումներին մասնակցած մարդ կարող եմ ասել, որ այստեղ այս այգում է նաև ծնվել այդ գաղափարը, երևի այն թթենու տակ։ Դրա համար կարևոր է, որ մենք այստեղ ենք, սա ուժի տեղ է մեր բոլորի համար։ Մենք
վստահ ենք բոլորս, ես գիտեմ դա այստեղ մարդ չկա, որ այդպես չի մտածում, որ շարունակելու է Ռուբենը այս այգում ստեղծել տարբեր այլ գաղափարներ, ձեր հետ, մեր հետ բոլորի միասին, դեռ 6-ին չէ, առավոտը 5-ին է նշանակելու ժողովները եւ հանդիպումները եւ դեռ միջև էլ ավելի ուշ գիշեր, բայց գիտեք, եւ մի քիչ եւ շատ ուրախ ենք, իհարկե, ծնունդ է, ուրախ ենք, գիտենք ինչքան նա ուժեղ մարդ է իր ընտանիքի հետ խոսելիս, հարազատների հետ խոսելիս, եւ մի քիչ իհարկե տխուր պահ է, չենք կարող չընդունել այդ հանգամանքը, բայց նաեւ իսկապես խոսելու, քննարկելու, ինչ որ չափով ինտելեկտուալ գործ անելու համար ենք այստեղ հավաքվել, որովհետեւ դա մեր պարտականությունն է, որպեսզի քանի որ բոլորս հավատում ենք մեր երկրի եւ մեր ժողովրդի ապագային։ Բայց թույլ տվեք մի այսպես սենտիմենտալ քայլ, Մարինե Կարլենովնա, սիրելի Մարինե, կներեք, գիտեմ դուք չեք սիրում, մենք 10 տարի միասին Ավրորա ենք կերտել, բայց մենք մի հատ սյուրպրիզ ունենք, քննարկելով Ռուբենի եւ մնացած գործընկերների հետ, որոշեցինք, որ իմ այսպես գործնական ծանոթությունը օրինակ Ռուբենի հետ եղել է իրեն 40-ամյակին, որը շատ գեղեցիկ միջոցառում էր, որտեղ մեկնարկեց Տաթևի վերականգնման ծրագիրը, Տաթև վանքի վերականգնման ծրագիրը եւ ընդհանրապես այդ շրջանի նոր կյանք տալու ծրագիրը եւ այդտեղ ես առաջին անգամ եւ ոչ միայն ես, շատ ու շատ մարդիկ կային աշխարհի ամեն ծայրերից, լսեցինք մի երգ, որը Մարինե Ալեսը, Մարինե Կարլենովնան նվիրել էր իր եղբորը եւ որը դարձավ իմ համար այս ամբողջ գործունեության միգուցե, այսպես ասեմ, հիմնը կամ երգ աղոթքը, դա հորացիո երգներ եւ մենք այսօր պետք է խնդրենք, որպեսզի միջև խոսենք քննարկումները, միջև ձեզ խնդրենք մեր հետ խոսել միացնեն այդ երգը լսենք ու սկսենք մեր երեկոն։ Ռուբենին եւ բոլոր գործընկերներին, որով միասին ենք սա որոշել, կազմակերպել եւ հուսով եմ լավ է ստացվելու, մեծ շնորհակալություն։ Այդ լսվում է չասման ծիծաղի աղոթքի արձագանքը մեր կյանք արարքի ու շպարքի կերս շահերը բախտի գոյամարդ են գատակ տնվեր են ասնիվ իմ մորացյո անսան ժամանակը բարում է իր բարը ուր բախնիքն իշխան է դա բարձողություն է թե պարկ նախշանք է որտեղ խարնված է մեր ցավը մեր կյանքը բարի մորացյո վերից երևում են մեղքի և ստնի անպատկար շքերտները շահի պարադել շախտական որդկումները ասես թե օգնել են մեզնից աստվածները այսքան սնամարտը որի սախտականչն է անատ պահավարտ ենք բոլորս պատժված ենք արդյոք երկնքում շատ վաղուց որոշված է աշխարհում սպանդանոս է արկած է դերին անթև-թևում ենք Մահին ագարա Մեկեր սոման բոխ է Դեզայն միայնա Դեր սեր դուրան սորդին խոր Դին ուշտուր կերպոին լույս Դոր որ հասնեն Եվ ասատվեն Դեր ասված ոնց ապրեմ Բարի մորացյո երկինքը հիշում է, որ կյանքը մեր սեր է կռիվ և կնշանք է Անախտ է սիրվածը, սիրողը խաչված է, անմեղ ու ազավ է Սիրուց այդ ծնվածը, հոգին մակարող մեր արցուն կանձրևները Տարում
են ապրած և չապրած տարիները, որ այս բարերը ոչ լուր են ոչ շիներ, վերջին երկաղորդքը ծոարանին է, թերիմ վերջին դարպաստ է, վերջին վարկյանի, վիշտը և կիսակյանքը կարող ես ներիր, դեր կոնեն օգնացները, դեր կոնեն ըմբոսները, դոր որ ասներ, ու ազատվեր, դեր ասված ոնց ապրել։ Գալեմ իմ կողմից, մեր ընտանիքի կողմից շնորհակալ եմ, որ ամենաթանկը, ինչ մեզ տրված է, դա մեր կյանքի ժամանակը, դուք այսօր կիսում եք մեզ հետ։ Գիտեք, հորացում, որ սյուրպրիզը, որ արեցին, Ռուբենի 40-ամյակին հորացյոն հնչեց իր բնօրինակը ռուսերեն եմ գրել, մոյ գարած։ Եվ այդ օրը այդ երգը չպետք է հնչեր, Ռուբենին սյուրպրիզ էր պատրաստվում, մի օր առաջ եկավ, ասեց, գիտեմ, որ ինչ-որ բան եք պատրաստում, ինչ-որ համերգ է լինելու բան, բայց իմ խնդրանքն է, անպայման թող հորացյոն լինի։ Ասում եմ, Ռուբեն ջան, փորձել ենք, բայց բեմադրող ռեժիսոր ասեց, չի ստացվում, այդ երգը կոտրում է, ամբողջ համակարգը կոտրում է, չի ստացվում, դրա համար հրաժարվել հորացյոն չի լինելու։ Ասեց, շատ բան չեմ խնդրում, մի ձևով պետքա տեղավորեք։ Ու ուրեմն գիշերը ես ճարահատյալ նստել եմ ինչ-որ նյութերից, որ ինձ Երևանից ուղարկեցին, այստեղ կան Զավեն Խաչկյանի լուսանկարները, ուրեմն հավաքեցի դա և քանի որ մեկնարկում էր Տաթևի այդ գաղափարը, այդ Տաթևի մասին Ռուբենը պատմեց և այդ փազլը Տաթևի հավաքվեց Հորացիոյի երգի գալիս եմ Երևան, պատմությունը պատմում եմ մուզիկին, ասում եմ, ալես, այդ Հորացիոն, որ տենց ռուսերեն գրել ես, բա հայերեն չէ, ասում եմ, մուզիկ, գիտես, որ ես չեմ թարգմանում, ես չունեմ թարգմանված երգեր, դա բոլորը գիտեն, ես ունեմ երգեր, որոնք երկու լեզվով են, բայց նրանք ոչ թե թարգմանված են, այլ ամեն մեկը ունի նույն բանի ասած, օրինակ, ես ունեմ պատահական է հայերենով և կալինդարի, как случайные կարալի ռուսերենով, նույն բանի մասին տարբեր լեզուներով ու որոշեցի, որ միգուցե պետք է փորձել հենց կոնկրետ Հորացիոն գտանք մասնագետ, որը թարգմանեց, այն ժամանակ մենք արդեն համագործակցել էինք, մի երգ արել էինք Էմպիրայի հետ և ես Սարգսին տվեցի, որ այդ երգը ինքը ասեց, ուրեմն խնդրանքը, պետք է գործիքավորումը անի Գիսանեն և ես այս տեքստը չեմ կարա երգեմ, սա երգվող տեքստ չի, կարող է շատ լավ բանաստեղծություն, շատ լավ թարգմանված, բայց չի երգվում, կներեք տիկին արես, զանգեցի մեր հայրիկին, որը իմ բոլոր գրված, արված կյանքում ինչ-որ բանի համար, մի անգամ ինձ ասել, ապրես բալիկ ջան, սա Հորացիո երգն էր, ասում եմ, պապ, այն Հորացիո երգը, սենց պատմությունը, եկել ենք հասել ենք հայերենին, չի երգվում,
ասեց ուղարկի ինձ ու արեց բիլիստիխ ազատ ուրեմն այն թարգմանության տակ իր տարբերակը տվեց ասեց հիմա ուրեմն դու այս երկու տարբերակների համադրությունը կդարձնես քո ռիթմի եւ երաժշտության տակ ոնց որ դու ես զգացել գրելուց այն ժամանակ այդ համադրությունից ստացվեց այն տեքստը որը դուք այսօր լսեցիք այս երգը մի անգամ է հնչել 10 թվին սա երկրորդ անգամ է որ եւ երևի թե քանի որ մենք ստեղ օրակարգը Ռուբենի հետ երկխոսությունն է իսկ Ռուբենի ուղերձները մեծամասնությամբ ռուսերենով են այնտեղից եկել այնտեղ կտորներ կան որ հայերենով են միգուցե դրա մեջ էլ ինչ որ սիմվոլիկ խորհրդանշական ինչ որ բան ստացվեց հորացիոն որ հնչեց Ռուբենի եւ հայրիկի սիրված հորացիոն հնչեց Երևանում որտեղ Ռուբենը ծնվել է պետք է ասեմ որ սա Ռուբենի ծննդավայրն է մեր ընտանիքից մենակ Ռուբենն է Երևանում ծնվել մեր հայրիկը Էջմիածինում է ծնվել մայրիկը Թիֆլիսում ես Մոսկվայում Ռուբենն է Երևանի զավակ պետք է ձեզ ասեմ որ ուրեմն Ռուբենը շատ լուսավոր երեխա էր ու առաջի բառը որ ասեց դա բարևն էր ինքը բարևում էր բոլորին դա երևի բնորոշ էր տեսակ է գիտեք մարդիկ գալիս են ինչ որ մի տեսակով ուրեմն եկեք մենք էլ մեր բարևը Ռուբենին այստեղից ուղարկենք եւ փորձենք այն հարցադրումները եւ հորիզոնական եւ ուղղահայաց որը մեր կյանքի ընթացքում մենք բոլորս տալիս ենք եւ մեզ եւ երկնքին եւ Աստծուն եւ ապրածին եւ չապրածին արածին չարածին այդ ամեն ինչը ամփոփենք Ռուբենի ուղարկված ուղերձների խոսակցության շրջանակում ինքնից ես երբ որ խոսում եմ հեռախոսով ես ոչ մի անուն չեմ տալիս համենայն դեպս բայց միշտ բարևները հաղորդում եմ ասում եմ Ռուբեն ջան քեզ բարևում են քո համար աղոթում են ինքնից ասեց Մարին ես դա զգում եմ հավատացեք այն ինչ որ մենք այստեղ անում ենք հիմա ինքը այնտեղ դա զգում է ուրեմն բարև միևնույն է բարև հարազատ օտարներ միևնույն է գարուն է գարնան նախավերջի օրն է շատ շնորհակալ եմ որ ստեղ եք Շնորհակալություն Տիկեն Մարինե այսօր մենք երկու հիմնական քննարկում ենք ունենալու որոնցից մեկը նվիրված է ընդհանուր այդ ուղերձներին արժեքներին գաղափարախոսությանը որ Ռուբենը մեզ ուղարկել է եւ նաեւ իհարկե թե ինչպես են դրանք արտացոլվել են բոլոր հրաշալի ծրագրերում նախաձեռնություններում որոնք որ մեկնարկ են ստացել ինչպես Արմանը ասաց հենց այստեղ բայց ուզում եմ նաեւ ասել որ այսօրվա մեր կազմակերպած միջոցառումը երկխոսություն Ռուբենի հետ իրականում ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումների շարքի մի մասն է որը սկսվեց նախ եւ առաջ մայիսի 24-ին UWC Դիլիջան միջազգային քոլեջի ավարտական միջոցառմամբ այնուհետև շարունակվեց մայիսի 25-ին Դիլիջան քաղաքում կրկին Դիլիջանի համայնքային կենտրոնի կողմից կազմակերպված համայնքային փառատոնով, որը նվիրված էր հենց Ռուբենի կողմից նախաձեռնած եկեղեցու կառուցմանը, այսօր շարունակում ենք այս երկխոսությունը, ինչպես ես արդեն ասացի, բացառիկ առաջնորդ եւ բացառիկ մարդ Ռուբեն Վարդանյանի հետ, ընդ որում երբ որ ես ասում եմ առաջնորդ, նախ եւ առաջ նկատի ունեմ մտքի առաջնորդությունը, գաղափարով առաջնորդելը, որ մարդը գտնվում է այլ երկրում, բանտում, բայց մինչեւ հիմա շարունակում է մեզ ոգևորել, ոգեշնչել, ուղղորդել եւ սովորեցնել։ Եվ իհարկե
կարևոր ավարտը այս միջոցառումների շարքի վաղն է լինելու ուխտագնացություն Տաթևի վանական համալիր։ Շնորհակալություն շատ, այս պահին ես խոսքը ուզում եմ փոխանցել փիլիսոփա Աշոտ Ոսկանյանին, որպեսզի սկսենք առաջին պանելը։ Խնդրեմ։ Բարև ձեզ։ Ես շատ ուրախ եմ, որ ստացա այսպիսի մի հրավեր վարելու երկու պանելներից մեկը, որովհետև ճիշտ ասած վերջին ժամանակները մի քիչ նեղվում էի, մտածելով լավ, այսախեն չոր նստած ենք ու ոչինչ չենք անում։ Մշտապես մարդ ինչ որ ունի մի զգացողություն, որ մի բան պետք է անել։ Մեծ բան չի եղածը, բայց գոնե երբ որ մի բան անում ես, քեզ ավելի այսպես մի փոքրիկ ծեղ դրած ես զգում այս դժվարին վիճակի թեթևացման վրա, որը մենք այսօր ունենք։ Պանելը, որը մենք պետք է այսօր տանենք, փաստորեն կոչվում է Ռուբեն Վարդանյանի փիլիսոփայությունը բանտային թե համամարտկային, եւ ես ուզում եմ նախ եւ առաջ հրավիրել այս պանելի մասնակիցներին։ Սփյուռքահայ գրող տնտեսագետ Վահան Զանոյան, Վահանուր ես համեցիր։ Ուզես չուզես պետք է պատտվես։ Տեր-Մեսրոպ Քահանա Արամյան, Այբ դպրոցի հոգեվարդուների խորհրդի հիմնադիր նախագահ, համեցեք։ Նարինե Դիլբարյանը, խնդրեմ, գրականագետ, Երևանի պետական համալսարանի դասախոս եւ դերասանուհի Նարինե Գրիգորյանը, համեցեք Նարինե։ Մինչև սկսելը ես ուզում եմ խնդրեմ, որպեսզի մենք ուշադիր լինենք եւ նայենք մի ուղերձ, որը հղում է Վարդան Պետրոսյանը, հայտնի դերասան, երգիծապան Վարդան Պետրոսյանը, ես առիթ ունեցել եմ այդ ուղերձը լսել, որովհետև միջև այդ ուղարկեցին ես տեսա 7 րոպե հետևում չափազանց կարևոր, չափազանց նուրբ եւ չափազանց հուզական խոսք է։ Խնդրում եմ ներկայացնել այդ ուղերձը։ Ռուբեն Վարդանյանի խոսքերը ինձ շատ հոգեհարազատ են եւ շատ հասկանալի։ Իհարկե, անկեղծ պիտի լինենք, անհամեմատելի են պայմանները իմ կալանքի եւ Ռուբեն Վարդանյանի, բայց ինձ հասկանալի են շատ Ռուբեն Վարդանյանի այդ խոսքերը, որ անազատության մեջ երջանկություն հնարավոր է։ Այնտեղ նա ասում է, ես չարություն չունեմ, ատելություն չունեմ ոչ մեկի նկատմամբ։ Դե իհարկե մարդկանց դա թվում է անհասկանալի։ Ինչպես հաշվի հարդարի զոհը կարող է ատելություն չունենալ դահչի նկատմամբ։ Մենք այս հարցը ուսումնասիրելու համար, այս հարցը հասկանալու համար անպայման պետք է հարցին մոտենանք հոգևոր տեսանկյունից։ Քրիստոնեության մեջ կա այսպիսի մի շատ կարևոր դրույթ՝ հավատ, հույս, սեր։ Շատերին այսօր դա թվում է ռոմանտիկ լիրիկական ինչ-որ դարձվածք, միայն բանաստեղծների են այսպես հասու կամ նրանց կողմից մեջբերվող, բայց դա այդպես չի։ Սա խորագույն հոգևոր դրույթ է, դոգմա, որը գործում է իր ամբողջ ուժով, եթե դու ապավինում ես նրան։ Ծանրագույն պայմաններում հոգևոր աշխարհը, ասենք, Աստված օգնության է գալիս, Աստված օգնության է գալիս մարդուն։ Հավատը մարդու մոտ ուժեղանում է։ Իսկ այսպիսի մի բան կա ասում են, չէ, հոգևոր մարդիկ հավատը Աստված է տալիս է ըստ արժանավույն, ըստ իրավիճակի, ըստ արժանիքների։ Երբ մարդուն տրվում է հավատ, հավատի ուժը մարդու մոտ անմիջապես ստեղծում է հույս, ծնում է հույս։ Հավատի հույսի ազդեցության տակ մարդու մոտ գնալով ավելի շատանում է եւ մեծանում է սիրո զգացումը։ Այս պարագայում հավատի հույսի սերը, քրիստոնեական հոգևոր սերը, իր մեջ շատ ու շատ ասպեկտներ ունի։ Իսկ սիրով տոգորված մարդը, ամբողջապես սիրով տոգորված մարդը, արդեն դադարում է ատել, դադարում է չհարանալ։ Սերը եւ ատելությունը իրենց հոգևոր իմաստով շատ հակոտնյա են, հակադիր, ինչպես գիշերն ու ցերեկը։ Միաժամանակ նույն տեղում երբեք գիշեր ու ցերեկ չի կարող լինել։ Չի կարող այդպիսի բան լինել։ Միաժամանակ նույն տարածքում, նույն մարմնի մեջ
նույն մարդկային էության մեջ չի կարող գոյատևել սերը եւ ատելությունը։ Ռուբեն Վարդանյանը այս պահին Բաքվի բանտի ծանր կալանային պայմաններում այսօր օժտված է այդ սիրով, որը գալիս է Աստծո նկատմամբ իր հավատից։ Սա Աստծո նվերն է, սա Աստծո զորությունն է, որ զորություններից մեկն է, որը կամաց ժամանակի ընթացքում նա շռայլորեն, ինչպես տալիս է, այդպես էլ կշարունակի տալ Ռուբեն Վարդանյանին, քանի նա հայացքը ուղղել է դեպի վեր, դեպի լույս, դեպի Աստված։ Նա գնալով մարդկային իմաստով ավելի մարդկայնանալու է։ Բոլորովին պատահական չի, որ Ռուբեն Վարդանյանին հենց սկզբից արգելեցին նարեկացի ունենալ։ Շատ լավ հաշվարկել են, շատ լավ գիտեն ինչ է նարեկացի։ Իրենք նարեկացիների չեն կարդում, բայց ուսումնասիրել են, գիտեն նարեկացու զորությունները։ Նարեկացին անսահման հավատ կարող է ստեղծել մարդու մեջ։ Ես ծանոթ եմ, դրան գիտեմ։ Այդ հավատն է ստեղծում այդ մեծ սերը։ Իսկ այդ հավատը, հույսն ու սերն է ստեղծում այդ մեծ հոգևոր ուժը, որով Ռուբեն Վարդանյանը դիմակայում է եւ դիմակայելու է ամեն ինչին։ Ինչ է տեղի ունենում։ Ռուբեն Վարդանյանին այնտեղ որպես քաղաքական հաշվեհարդարի զոհ պահում է։ Նվաստացնելու համար առաջին հերթին ոչ թե իրեն, ոչ միայն իր հարազատներին, ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, ինչքան էլ շատերն ուզեն չլսել այդ մասին, կամ ինչքան էլ շատերը չուզեն լսել այդ մասին, այլև հայությանը։ Սա նրանց սովորական դարձած քաղաքական քայլերից է։ Նրանք փորձում են հոգևոր իմաստով ծնկի բերել հայ մարդուն։ Բոլորովին պատահական չի, սա ուսումնասիրած բանն է։ Չինգիզ խանը իր զավակներին, այդ աշխարհանվաճ, մեծ նվաճող Չինգիզ խանը, իր զավակներին ասել է, եթե դուք ուզում եք ծնկի բերեք ժողովրդին, երկիրը, որ նվաճում եք, մտնում եք այնտեղ, լավ հիշեք, հոգեպես պիտի ծնկի բերեք նրանց, ֆիզիկապես ծնկի բերել չկա, այսինքն կոտորելով, ջարդելով, փշրելով դա դեռ քիչ է։ Հոգեբանորեն ջարդել է պետք մարդուն, ինչը նրանք փորձում են անել, ուրեմն սա նաև իրենց զենքերից մեկն է։ Միտեղ նա ասում է, որ ինձ համար հավասարապես երջանիկ եմ զգացել, հավասար է երջանկությունը եւ հնդկական մի կղզում, որտեղ ընտանիքում նա եղել է, այսպես ասենք, ընտանեկան իդիլիայի մեջ, վայելքի մեջ, բայց նույն ժամանակ ես հավասարաչափ երջանիկ եմ ինձ զգում մի բանտախցում, որտեղ ջրից ավելի ոչինչ չունեմ։ Նորից կրկնելով, որ իմ պայմանները անհամեմատելի են Ռուբենի պայմանների հետ, բայց ես դա զգացել եմ։ Մենք բետոնակառակուսի ունենք, որտեղ քայլում ենք, այս տղաներին ասում են, նայեք, մեզ տրված է բնության հետ շփվելու մի տարբերակ, 4 կողմը բետոն, վերևում ճաղավանդակ ընդամենը, եւ դու երկինքն ես տեսնում։ Ասում եմ, մտքի ուժով դու պատկերացրու, հիմա ինչպես կարող ես այս բետոնը ծակել ու ազատ զգալ։ Ես ասում տղաներին, դուք ինչ եք պատկերացնում, հիմա ամենաազատ մարդը մոլորակի ինձնից արդյոք ազատ է, ոչ, բայց երբ մարդ ազատ է այդ նյութական կաշկանդորքներից, երբ նա հոգով, մարմնով կապվում է արդեն հոգևոր աշխարհի հետ, Աստծո հետ, նա ձերբազատվում է այս շղթաներից, նա դառնում է իրապես ազատ մարդ։ Եվ ես կարծում եմ, ես շատ ուզում եմ հավատալ դրան, որ Ռուբեն այսօր այդ հոգեվիճակում է։ Նա ձերբազատված է այսօրվա նյութական աշխարհի շղթաներից։ Եվ ինչքան սեղմում են, ինչքան ցավեցնում են, Աստված իր զորությունները շատացնում է։ Ես այսպես եմ աշխարհին նայում։ Տառապանքն է մարդուն բուժում, մարդ դարձնում։ Հոգևոր հաշմանդամությունից բերում մարդկային հարթակ։ Իսկ տառապանքը բուժվում է ցավերով։ Մենք երբ հիվանդանում ենք, մենք գնում ենք բժշկի եւ ասում ենք բժիշկ, ես հիվանդ եմ։ Մենք ընդունում ենք մեր հիվանդ լինել եւ օգնություն ենք հայցում բժշկից։ Բժիշկը մեզ տալիս է դառը դեղորայք։ Մենք խմում ենք սիրով այդ դառը դեղը։ Դիեզերական բժիշկն էլ իր դառը դեղորայքն է մեզ տալիս, սա այդ տառապանքներն են, զրկանքներն են, որ մենք կրում ենք։ Եվ ինչքան մեծ է ճանապարհը, եւ ինչքան մեծ է մարդը, եւ այնքան ավելի դժվար է բուժումը, այնքան դառն է զրկանքները։ Ասում են, չէ՞, մեծ նավի մեծ ճանապարհ։ Մեծ նավի վրա մեծ քարեր են գցում։ Ռուբենին մեծ քարեր են խփում։ Համար մենք Ռուբենին պիտի մաղթենք ուժ, կորով, կարողություն, որպեսզի նա դիմակայի, որովհետև նա պիտի իմանա, որ իրեն նայում է մի ամբողջ հայություն։
Սա շատ կարևոր է։ Եվ այստեղ են, քանի ուժեղ են հավատով, պետք է ասել, այստեղ են գործում Աստծո զորությունները։ Ամենամեծ, ամենահզոր զենքը Աստծո զորությունը։ Աստված Ռուբենի հետ է։ Վախենամ, որ շատ դժվար է այսպիսի ելույթից հետո տեղափոխվել ինչ-որ ուրիշ բան ասել, մանավանդ որ շատ թեմաներ, որոնց մասին մենք մտածել ենք, նաև Վարդանը շոշափեց։ Բայց այնուամենայնիվ փորձենք խոսել, եւ այստեղ ես որպես փիլիսոփա ուզում եմ իմ բողոքը հայտնել մեր պանելի վերնագրի դեմ, որովհետեւ այստեղ գրված է Ռուբեն Վարդանյանի փիլիսոփայությունը բանտային թե համամարտկային։ Նախ ես չէի ուզենա խոսել Ռուբենի փիլիսոփայության մասին, որովհետեւ փիլիսոփայությունը տեսություն է։ Ինքը ինչքան էլ մտածող մարդ էր, բայց ինքը տեսաբան չէր։ Ավելի շուտ այստեղ խոսքը գնում է Ռուբենի աշխարհայացքի մասին, իսկ ինչ վերաբերում է բանտայինին եւ համամարտկայինին, գիտեք ինչ է, այն ամենը ինչ որ իր մեջ կար, կտրուկ ուժեղացել է, սրվել է եւ ավելի խորն է սկսել ընկալվել այն պայմաններից, որում նա հայտնվել է։ Այդ մասին խոսեց նաև Վարդանը։ Եվ դրա համար ես որպեսզի չտեսաբանեմ, ճիշտ է, որպես վարող եմ այստեղ, բայց մի քանի խոսքեր ինքս եմ ուզում ասել, հույս ունեմ շատ երկար չեմ խոսի, ուզում եմ հետեւյալի մասին ասել։ Մի քանի տարի առաջ էր, որ մենք Ռուբենի հետ առաջին անգամ հանդիպեցինք, ինքը ցանկություն ունեցավ, որ մենք խոսենք, քննարկենք ինչ-ինչ բաներ, որոնք կապված էին Հայաստանի իրավիճակի հետ եւ առաջարկեց մասնակցել Տաթևյան քննարկումներին, որը ես իրով համաձայնեցի, եւ ամբողջ ամառը մենք գնում գալիս էինք Տաթև, բայց այստեղ մի պահ կար։ Մարդն ասում է, լավ, պիտի գնանք Տաթև, Տաթևն էլ դեռ ոչինչ, պիտի իջնենք ուրեմն այդ հին անապատը եւ այնտեղ քննարկում անենք։ Լավ, հոգուտ մտավ, մի անգամ գնանք, բայց ախր ճանապարհը 4 ժամ է։ 4 ժամ էլ հետ էս գալիս։ Հետո մեզ հետ կային մարդիկ, որոնք 80-ն անց էին, իրենց համար այդ անապատը իջնելն էլ հեշտ բան չի։ Գնանք մի անգամ տոգորվենք այդ զգացողությամբ, հետո գանք կարող ենք հաջորդ անգամ հանդիպել Երևանում կամ այլուր, չէ, յուրաքանչյուր անգամ պետք է գնանք։ Եվ ահա ես հետո արդեն շատ ավելի հետո զգացի այդ մարդու ներքին, այսինքն ինքը պետք է միջավայրը զգար։ Եվ նա ոչ թե ինքն էր այդ միջավայրը զգում, այլ նա մեզ պարտադրեց, որպեսզի մենք այդ միջավայրը զգանք։ Մենք հասկանանք, թե ինչ բան է Տաթևը, ինչ բան են լեռները, ինչի որ չէինք տեսել, բայց զգայինք այդ մթնոլորտը, այդ մարդն էր։ Եվ երբ որ մենք քննարկում էինք այդ տարբեր ամենատարբեր հարցեր, որոնց իհարկե հիմա չի կարելի անդրադառնալ, իմաստ չի ուղղակի խոսել այդքանի մասին, մի կարևոր թեմա կար, որ իրեն շատ էր անհանգստացնում, դա այն էր, թե ինչպես է հնարավոր խոսել հայկական հասարակության հետ։ Լավ, ինչ անեց, որ մարդկանց հասնի գաղափարը։ Պոպուլիզմը հասկանալի է, պոպուլիզմը հասնում է։ Ռացիոնալ խոսքը չի հասնում։ Հասկանալի է, ինչ ուզում ես ասես, բանական խոսքը մարդկանց չի հասնում։ Պոպուլիզմը ջարդել պոպուլիզմով իմաստ չունի, որովհետև ինչ տարբերություն ուրիշի պոպուլիզմն է, թե քունն է։ Ուրեմն ինչ է պետք անել։ Սա նրա տառապալից խնդիրն էր։ Ինչ անել, որպեսզի կարողանաս մարդկանց համոզել քո իրավացիության մեջ։ Եվ վերջնական որոշումը, որին նա եկավ, այստեղ Արմանն ասում էր, որ այստեղ է դա եղել, բայց այնտեղ էլ է եղել, որովհետև այնտեղ էլ այդ նույն հարցերի մասին խոսում էինք, այն էր, որ պետք է գործել սեփական օրինակի հիման վրա։ Միակ բանը, որ կարող ես անել, դա սեփական օրինակն է։ Այսինքն ես այսպես եմ անում, տեսեք եւ դուք էլ այդպես արեք։ Եվ նրա Արցախ գնալը շատ բանով այստեղ է, ուրեմն դրա հետ էր կապված։ Այն բանից հետո, երբ որ տեղի ունեցավ այն ինչ որ տեղի ունեցավ, ես սկսեցի մտածել այնուամենայնիվ գուցե ճիշտ չէր։ Գուցե ճիշտ չէր, չէ որ դու գնում ես եւ ոչ միայն դու ինքդ ուրեմն հանդիպում ես այդպիսի ծայրահեղ դժվարությունների, այլև արդյոք դու դրանով ցնցում ես հասարակությունը։ Արդյոք հասարակությունը ցնցված է դրանով։ Դա էլ կարծես թե չէր երևում։ Եվ ինձ համար շատ կարևոր էր իր համառ համոզմունքը, որ ինքը ճիշտ է արել։ Եվ այստեղ նա բերում է Գարի Գարդինի մի ուրեմն մուլտիպլիկացիոն կինոնկարի օրինակ։ Այդ օրինակով ես ուզում եմ վերջացնեմ, բայց դա իսկապես ֆանտաստիկ մի օրինակ է, նա պատմում է մի փոքրիկ մուլտ, որտեղ որ ուրեմն մոխրագույն թռչունները փորձում են հաղթահարել փոթորիկը, չեն կարողանում առաջ գնալ, գալիս է սպիտակ թռչունը, ձեռքերը այսպես տարածում է եւ պահում է նրանց այդ քամուց,
հնարավորություն է տալիս փրկվել, դուրս գալ եւ երբ որ արդեն այդ մոխրագույն թռչունները հայտնվում են շատ ապահով մի տեղում, նայում են վրան եւ ասում են օգուտ պատահեց ոնց եղավ որ մենք մոխրագույն ենք իսկ դու սպիտակ։ Եվ սկսում են վրան ցեղ գցել որպեսզի իրեն էլ դարձնեն մոխրագույն։ Եվ քանի որ ցեղը նրան չի կպչում, հարցակում են վրան, ջլատում, ծվատում, ջախջախում, սպանում։ Այն բանից հետո երբ որ սպանված սպիտակ թռչունը բարձրանում է վերև, համբարձվում է եւ իրենք պարզվում են, որ դա ուրիշ տեսակ է, սկսում են նրան երկրպագել։ Նկարները բնում են ման են գալիս այդ նկարներով, այնքան ժամանակ, միջև որ հայտնվում է սև թռչունը, որի շուրջը նրանք հավաքվում են։ Ահա այս համոզմունքը ունի Ռուբենը։ Նա համոզված է, որ ճիշտ է արել։ Նա համոզված է, որ այն ինչ որ ինքը անում է, նա անում է մարդկանց համար, բայց անում է նաև իր համար, որովհետև տառապանքը նույնպես նրան ուժեղացնում է։ Եվ մեզ է ուժեղացնում, եւ նա մեզ սովորեցնում է փաստորեն այնտեղից էլ, բանտից էլ սովորեցնում է ինչ բաներ, որոնց մասին մենք չէինք մտածել։ Այստեղ ես կանգ առնեմ եւ հրավիրեմ մեր գոլեգաներին, Վահան ջան, ես այստեղ գրված է, որ դու տնտեսագետ ես, իհարկե տնտեսագետ ես, այստեղ գրված է, որ դու սփյուռքահայ գրող ես, իհարկե գրող ես, նրբագույն բանաստեղծ եւ այլն, բայց մի տարօրինակ բան եմ ես այստեղ ուզում քեզ հիշեցնել։ Այն յուրահատուկ տունը, որ դու կառուցել ես, ուրեմն Հայաստանի լեռների խորքում, պլատոյի վրա, այսինքն դա մի զգացողություն է, բնության զգացողություն է, որը դու կիսում ես Ռուբենի հետ։ Այնպես ինչպես Ռուբենը միշտ ցանկություն է ունեցել զգալ հայրենի հողը, դու էլ այդ նույն տեսակին ես պատկանում։ Եվ ես հիշում եմ մի օր Ռուբենին ասացիր, այստեղից անցնել չի լինում, կլինի մի հատ ճոպանուղի սարքենք, ինքն էլ կատակով ասեց, չհասկացա, ասեց ամենուրեք եթե ես ճոպանուղի սարքեմ, անունս կդնեն Ճոպան Ռուբո։ Հիմա ուրեմն այդ դիրքերից ես կուզեմ որ դու խոսես մի քիչ Ռուբենի մասին, համեցիր։ Շնորհակալություն Ծանոթության համար եւ մանավանդ շնորհակալություն ասրավերի համար, ձեզ համար մեծ հաջող եւ բադիվ է մասնակցել աս միջոցառման։ Աշոդի պես ես ալ վստահ չէի ճիշտ աս բանի թեման ինչ է, բանդային կամ համամարտկային եւ այլն, եւ որոշեցի իր ուղերձներեն, Ռուբենի ուղերձներեն մի քանի մեջբերում առնել եւ ցույց տալ, թե այդ գրնալալ որ բանդից ուղերձ եղած է, բայց բանդի հետ գապ չունի այն իմաստով որ այդ մտքերը, այդ մխցավանշը, այդ տակնապները որ կան աս ուղերձների մեջ, ինքը վաղուց ուներ եւ մենք դարիներով քննարկել ենք այդ նույն թեմաները։ Համբես որ սխալ բան չսեմ, գրած եմ այդ կարգը մեջբերումները որ ունիմ։ Առաջինը որ գուզեմ կենտրոնանալ շատ ուժեղ նախատասություն մնե, քոնե երբ որ ես կարդացի փշակաղվեցա, ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է։ Աս նախատասությունը 100% զուտ մակուր Ռուբեն Վարդանյանն է։ Եվ մի քանի հատկություն կա այստեղ։ Նախ ինքիր գիտակցված որոշման դեր կանգնելու հատկությունը, որ Ռուբենը ամեն անգամ ցուցաբերած է իմ իրեն ճանաչած ժամանակ։ Երկրորդ որոշ հբարդություն կա, որ չուզեր իր վրան խղճան, քանի ասիր իր որոշումն է, ադիր որոշումին դեր կանգնելու եւ որոշ չափով համառություն կա ազոր մեջ, որ աս որոշումը արել եմ, հագարակ որ արդյունքը ճիշտ այն չէր, որ ես կպատկերացնեի, բայց այդ որոշումի դեր եմ։ Երկրորդ մեջբերումը իմ բոլոր հայրենակիցներին, սիրելի ու հարազատ մարդկանց, ուզում եմ ասել հետևյալը. դադում են ոչ թե ինձ եւ մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին։ Շատ հետաքրքրական խոսք է աս, տեսեք, ես բազմաթիվ քննարկումների մեջ եղած եմ Ռուբենի հետ։ Դատևից զատ, Աշոտզան, մենք հանդիպել ենք Երևանի իր տանը, հանդիպել ենք Երևանի իմ տանը, հանդիպել ենք Վայոց ձորի այդ տեղը, որ դու նկարագրեցիր։ Գար ես կհիշեմ 2021-ին այստեղ Երևան ընկել էի, ոտս ոսկորները գդրված, ձեռքս ոսկորը գդրված, գլուխս չարտված, որոշ ժամանակ դնից դուրս չէի կարող գալ, եւ գուկար ինքը իմ մոդս, կնստենք, մի քանի անգամ մինչեւ առավոտ 3-4 ինչպես Արման ասավ, նստել քննարկել ենք առմ հարցեր։
մեկ հատկություն, որ ինձի բացահայտվեցավ այդ բոլորի մեջ են, ցանկացած անմիջական իրավիճակ, որու մեջ Ռուբենը գտնվեր, գարիկը գսկար եւ դաղանտը ուներ, այդ իրավիճակից անտին դեսնելու ընդհանուր մտլորդը, որի մեջ այդ ամբողջ իրավիճակը գտնվի։ Ես այս մեջբերումը, որ գարտացի, այդ դասնյակ դարբեր բարականեր, որ ինքը իր ամիջական գարկավիճակից դուրս տեսնելու այդ գարիկը եւ դաղանտը դեսած եմ իր մեջ, այդ դեսահոս։ Նաեւ ուզում եմ առանցին ներողություն խնդրել բոլոր երեխաներից, որոնք զրկվեցին իրենց հայրենիքից։ Տեսեք, սա էր Ռուբենի գլխավոր դակնաբը, գլխավոր մխսավանջը։ Չեր ուզում, որ Արցախը հայաթափվի, չեն ուզում, որ ժողովուրդը առանց հայրենիքի ապրի, առանց իրենց հայրենիքի ապրի։ Եվ 100% համաձայն եմ Աշոդի հետ։ Ես որոշ չափով գրեթե ամեն քայլափոխի Ռուբենի հետ էի, երբ որ որոշումը արավ Արցախ գնալու։ Եվ դյուրին որոշում չէր։ Գիտեր ընտանիքից պիտի բաժնվի, գիտեր վտանգները, գիտեր ամեն ինչ։ Բայց ասում էր, եթե մենք Երևան նստած չենք կրնար մարդկանց ասել, հələ մի դեղերնիդ մնացեք, բայկարեցեք եւ այլն, սա պիտի երթամ, իրենց օգնեմ, այնտեղ ցանկը որոշ չափով դյուրացնեմ, որ մնան եւ օրինակ լամ։ Տեսեք, ես եկել եմ հոս ապրելու դուք եք գնում։ Այդ բանը գար մտքի մեջ։ Եվ անկան համոզված էր, որ գրնա որոշ չափով հայաբահբանումը անդեղի ապահովել։ Բոլոր անոնք, ովքեր իր Արցախ գնալու յեդին բաներ կտեսնեն, նպատակներ կամ տավադրություններ կամ չեն հասկացած Ռուբենի աս մեկ մխսավանջ եւ աս դակտաբը չեն հասկացած։ Արժեքների նկատմամբ հավատը մեր աբակայի հիմքն է։ Արժեքների մասին թերևս ես իր հետ ունեցած եմ դասնակ դարբեր քննարկումներ, թե խմբային, թե առանցին։ Ազգային արժեքներ, որոնք կսահմանեին մեր ազգային ինքնությունը, ինչ են մեր արժեքները։ Եվ այդ արժեքների գողքին գային նաև Գարմիր գծերի քննարկում, եթե գհիշեք, անոնք, որոնք մասնակցած են։ Իրեն համար շատ կարևոր էր, թե պետական, թե ազգային Գարմիր գծերը մերուր են, ինչի կարելի է խախտել, ինչի կարելի խախտել։ Աս արժեքներու բանը հետաքրքրությունը իր մեջ եւ կարեւորությունը վաղուց կար։ Ես մոռացա ասեմ, որ Ռուբեն առաջին անգամ հանդիպեցա 2006 թվին, համարյա 20 տարի առաջ Դավոսում։ Դավոսի World Economic Forum-ի հանդիպումներուն, այնտեղ ես moderator էի Garkma session-ներուն։ Կփնտրեի հայ։ Ամբողջ մի քանի 100 խառնի ջաղանջի մեջ Դավոսի իրավես խառնի ջաղանջը Դավոսի բանը երկու հայ կդա այն դարին 2006-ին մեկը Արմեն Սարգսյանն է մեր նախկին նախագահ մեկը Ռուբեն Վարդանյանը եւ Ռուբեն Վարդանյանի հետ գաբի շարունակվեց հիմա 2020-ի բادرազմից հետո էր որ շատ ավելի մդերմացավ եւ խորացավ այդ գաբը եւ աս քննարկումներու մեջ երկու սալ թափվեցան Ես պատրաստ եմ ինքս ինձ հետ հաշտ գնալ, մինչև վերջ եւ մի անգամայն երջանիկ լինել։ Այստեղ Ռուբենի մեկ ուրիշ հատկությունը կա, որ միշտ եղած է, բանդիտ չէ գավասի։ Նպատակի չշեղվելու համար գեցված կա, ասի Ռուբեն Վարդանյանն է։ Թյուրին նպատակ չէր ընդուներ իրեն համար, բայց անգամը որ ընդուներ, շեղվել չկա։ Դու մի բան ասած ես, որ ես ուզում եմ ընդգծել, Արցախը գործնելով, առաջիկա դարիներին մենք կգործնենք նաև Հայաստանը։ Եթե արմադաբեշ չփոխենք, մեր վերապերմունքն այնպիսի հասկացությունների նկատմամբ, թե ինչ է էլիտան, իշխանությունը, պետությունը եւ թե ով պետք է մեզ ղեկավարի։ Հիմա այս թեմայով շատ քննարկումներ եղած են, թե մենք ինչ տեսակ այդ բոլոր արժեքների եւ Գարմիր գծերի հետ համընկնող եւ ադոնց հարմարող ինչ տեսակ pedagogan համագարկ պետք է ունենանք եւ այլն։ Ուրեմն գուզեմ շեշտել, որ այս ուղերձների մեջ չկա մի միտք, մի գաղափար, մի նպատակ, որ այդ բանդի մեջ ստեղծված է։ Բոլոր Ռուբենը արդեն ուներ։
Ես ագանալդես եմ ադոր եւ մեր գործընկերները այստեղ նմանապես հավանաբար ագանալդես են արդեն ուներ հետաքրքիր երկու բան գաղոս մեկը որ բանդը իրեն չփոխած հիմա բանդը 2 տարի այդ բանդի մեջ ինչ դաժան պայմաններու մեջ երբ որ մարդ կկարողանա դակավին իր բանդից առաջ ունեցած մտքերը այս ծևով բանացվել եւ արդահայտել կնշանակի թույլ չդված որ այդ բանդի իրավիճակը իրեն դանչե եւ ինչպես ասվեցավ ադելություն չունի հաշտ է ասամբոլորի հետ երջանիկ է նույնիսկ կային որ բանդը չէ գրծած զինք փոխել շնորհակալություն շնորհակալություն Վահան ես շատ ուրախ եմ որ մեր մեջ է նաեւ Տեր Մեսրոպ Քահանա Արամյանը ինքը անկասկած իր ասելիքն ունի բայց մի հարց կա որ ես իրեն ուզում եմ պարզապես ուղղել որովհետև երբ որ մենք նայում ենք Ռուբենի այդ գրություններին, իսկ նա շարունակում է մեզ այնտեղից իսկապես ինչ որ բաներ հուշել եւ սովորեցնել, մասնավորապես ես այստեղից իմացա, որ կա մի հատ ռուս գրող, Վադավասկին, որ շատ հետաքրքիր գրող է եւ այլն, եւ իր նամակներից մեկում նա գրել է Доброго мгновения։ Այսինքն ոչ թե բարի օր, ոչ թե բարի ժամ, ոչ թե բարի ակնթարթ, բարի ակնթարթ, այսինքն դրանով շեշտելով ակնթարթի նշանակությունը, ակնթարթը նույնացնելով հավերժության հետ։ Եվ ահա այս իր մաքսիմներից երկրորդում այսպիսի մի ձևակերպում ունի, հավերժությանը ամենամոտը ակնթարթն է։ Շնորհակալ պետք է լինել Աստծուն այսօրվա պահի համար, պատրաստ լինել մահվան ցանկացած պահի, ապրել ներկապահով, սա է իրական կյանքը։ Պետք է հարգել եւ իմանալ անցյալը, լավատեսորեն նայել ապագային, բայց ապրել ներկայով։ Ահա այս ակնթարթի եւ հավերժության ներքին նույնության մասին ամենալավը երևի հոգեվորականը կխոսի։ Համեցեք հայր Սուրբ։ Շատ խորը հարցադրում է եւ իսկապես եթե մենք փորձենք հասկանալ թե ինչ է կյանքը, ապա կյանքի ամբողջ էությունը որոշակի պահերի մեջ է։ Եվ այդ մասին շատ խորը դատողություններ ունի Պլատոնը եւ դա ամբողջացրել է Սուրբ Բարսեղ Կեսարացին 4-րդ դարում, պահի մեջ տեսնելով հավիտենականությունը։ Որոշակի պահերի, շատ խորը պահերի մենք իսկապես այդ հավիտենականության հետ կապ ենք ունենում եւ այդ պահերը շատ թանկ բաներ են մեր կյանքում։ Եվ հենց այդ պահերն են, որ արժևորում են ամբողջ մեր գոյությունը։ Մենք շատ քիչ բան ենք մեր կյանքից հիշում։ Հավանաբար այն ինչ հիշում ենք, դա կապված է այդպիսի հավիտենականության զգացողության հետ, սիրո խորը ապրումների հետ, այն ամենի հետ, ինչ որ կյանքին իմաստ է հաղորդում։ Ռուբենի հետ մենք ես արդեն չեմ հիշում, քանի տարի ենք ծանոթ, երևի ավելի քան 30 տարի։ Եվ անթիվ անհամար զրույցներ եւ քննարկումներ ենք ունեցել շատ տարբեր հարցերի շուրջ։ Ես պիտի ասեմ նախ մի փոքր ուզում եմ իր անձի մասին խոսել, ինչպես եմ ես Ռուբենին զգացել եւ ընկալել։ Նախ Ռուբենը շատ անակնկալ մարդ էր։ Եվ նրա քայլերը երբեք կանխատեսելի քայլեր չէին։ Ինքը միշտ շարունակել է մեզ զարմացնել իր անակնկալ որոշումներով եւ այդպիսի նաեւ մի անակնկալ որոշում էր իր Արցախ գնալը։ Նրա կյանքի մեջ կար շատ յուրահատուկ համարձակություն։ Վտանգավոր աստիճանի համարձակություն։ Ես կարծում եմ, որ առանց համարձակության չի կարող լինել հավատք։ Այսօր խոսվեց հավատքի մասին, բայց պետք է ասեմ, որ հավատքը վախկոտների ասպարեզը չէ։ Հավատք ունենալու համար դու պիտի համարձակ մարդ լինես։ Եվ այդ առօրեական, նյութական, աշխարհիկ վախերը պիտի կարողանաս հաղթահարես։ Եվ Ռուբենը իհարկե տեսլական փնտրող իր յուրահատուկ
տեսլականը ունեցող եւ այդ տեսլականին ծառայող անձնավորություն էր։ Նա մի մարդ էր, որը ուզում էր փոխել Հայաստանը շատ տարբեր ձևերով եւ պետք է ասեմ, որ իր համար իհարկե Հայաստանը փոխելու ֆունդամենտալ ճանապարհը կրթությունն է եւ այդ կապակցությամբ մենք շատ զրույցներ ենք ունեցել Ռուբենի հետ։ Եվ այնինչ արեց ինքը որպես անհատ իր հետ համախմբելով իր ընկերներին, համախոհներին կրթության ոլորտում հիմնելով UWC Դիլիջան դպրոցը, սա օրինակ է բոլոր կարող մարդկանց համար, ովքեր ունեն այսօր այդ կարողությունը, որը մի օր չեն ունենալու կամ այդ կարողությունը ոչ մեկի պետք չի լինելու, որ այդ կարողությամբ դու կարող ես ճանապարհ հարթել ապագա սերունդների համար։ Ես կարծում եմ, որ սա ամենաազնվական զգացողությունն է, որ երբևիցե մարդը կարող է ունենալ, որովհետև մի օր մենք վերջանալու ենք։ Մենք արդյունք ենք այն ժառանգության եւ այն զոհողությունների, որ մեր նախնիները մեզ թողել են։ Իսկ ինչ ենք մենք այսօր զոհաբերում հանուն ապագա սերունդների, սա կարևորագույն հարցն է։ Եվ Ռուբենը այդ առումով դաս տվեց եւ օրինակ հանդիսացավ ուղղակիորեն բոլորի համար։ Եթե այսօր Աստված ձեզ շանս է տվել եւ դուք ունեք հնարավորություն, ծառայեցրեք դա կրթությանը։ Որովհետեւ դա է միակայուն ապագայի հիմքը։ Հիմա մի փոքր այդ զոհի մասին, զոհաբերության մասին, որ Ռուբենը ասում է, որ ես զոհ չեմ, ինձ մի խղճացեք։ Այդ իմաստով համաձայն եմ իր հետ, բայց զոհի գաղափարը շատ կարևոր գաղափար է քրիստոնեության մեջ, որտեղ Աստված ինքն իրեն զոհաբերել է մեզ համար։ Եվ այստեղ հարց է առաջանում, իսկ ինչ ենք մենք զոհաբերում Աստծո համար։ Սիրո մասին խոսվեց եւ պետք է ասել, որ սերը առանց զոհաբերության ոչինչ է, ինքը դատարկ հասկացողություն է, ինքդ քեզ կարող ես շոյել այդ սիրո գաղափարով, բայց ինքը դատարկ է, որտեվ եթե սիրում ես, պիտի զոհաբերես։ Եվ ես կարծում եմ, որ այսօր Ռուբենը մի շատ մեծ զոհաբերություն է մատուցում, ոչ միայն նա, այլ նաեւ նրա հետ այն բոլոր նշանավոր հայորդիները, որոնք դատվում են, որտեղ նրանք այսօր ներկայացնում են այնտեղ մեր ազգային պատիվը, մեր ազգային արժանապատվությունը։ Եվ այսօր ինքը իր ընկերների հետ իր շատ յուրահատուկ եւ մեծ զոհաբերությունն է մեզ համար մատուցում եւ դա նույնպես կոչ է բոլորիս։ Իսկ մենք ինչ ենք զոհաբերում, ինչ ենք տալիս հանուն մեր ժողովրդի ապագայի։ Մեր ժողովրդի ապագան երևի այստեղ չի վճռվում, որքան էլ տարօրինակ հնչի, բայց մեր ժողովրդի ապագան վճռվում է հենց այնտեղ, որտեղ այդտեղ դրված է մեր ազգային արժանապատվության խնդիրը։ Առանց պատվի ապրել հնարավոր չէ։ Իսկ դրա համար պետք է վճարենք։ Եվ Ռուբենը այսօր շատ յուրահատուկ բոլորի հետ միասին այնտեղ գտնվողների շատ յուրահատուկ զոհաբերություն է մատուցում եւ Տեր է կանգնում մեր ինքնությանը եւ մեր պատվին կոչ անելով մեզ, որ մենք երբևիցե չհաշտվենք անպատիվ ապրելու հեռանկարի հետ։ Անպատիվ ապրելը երևի ամենասոսկալի բանն է, որ մարդը կարող է իր կյանքում ունենալ։ Ես կարծում եմ, որ եւ լիահույս եմ, որ մենք Ռուբենի հետ շարունակելու ենք խոսել մեծ հեռանկարների եւ գաղափարների մասին։ Նա մի մարդ է, որ իր անակնկալ որոշումներով, գաղափարներով եւ այլն իր շուրջը կրակ է միշտ վառել, կրակոտ ինքը անձնավորություն էր եւ ես շատ կարոտում եմ այդ խոսակցություններին։ Շատ այսօր իր բացակայությունը մեր կյանքում շատ լուրջ ձևով է զգացվում։ Այդպիսի մարդիկ են, որ կարողանում են իսկապես ազգային կյանքում, ազգային իրականության մեջ կրակ վառել։ Կան մարդիկ, որ ջուր լցնողներ են արդեն իսկ գոյություն ունեցող կրակի վրա, իսկ կան մարդիկ, որ
կրակ բորբոքողներ են։ Այս Ռուբենին տեսնում եմ այդպես կրակոտ, կրակ բորբոքող, հա իր շուրջը էներգիայով լցնող անձնավորություն։ Եվ նրա խորհրդածությունները, այն ինչ որ մեզ է հասնում բանտից, հատկապես հավատքի մասին, ես կարծում եմ, որ ցույց են տալիս, որ Ռուբենը նաև շատ խորը բացահայտումների մի ճանապարհ է անցնում ինքն իր համար, որտեղ շատ կարևոր է, որ մարդը ինքն իր հետ հաշտվի եւ իր մեջ Աստծուն գտնի։ Թող մեր աղոթքները եւ մեր միասնականությունը կորով տան Ռուբենին եւ շուտով նրան տեսնենք մեր կողքին։ Շնորհակալություն Հայր։ Հասանք Տիկնանց Պապկասում Հայոց աշխարհի։ Տիկին Նարինե Դիլբարյանի հետ մենք խոսում էինք վերևը նստած, ինքն ասեց, որ ավելի մանրամասն է փաստորեն վերլուծել աքսիոմները, որոնք որ Ռուբենը ուղարկել է բանտից, եւ ես կարծում եմ, որ այդ մասին ինքը անպայման ասելիք ունի։ Համեցեք Տիկին Նարինե։ Եղև շնորհակալ եմ, շատ կարևոր խոսքեր լսեցի Ռուբեն Վարդանյանի մասին, բայց ուզում եմ սկսել այն բարևից, որ Մարինե Ալեսը նշեց, որ դա առաջին բառն է եղել, որ Ռուբենը արտասանել է եւ սովորել է որպես երեխա։ Գիտեք, բարևը գրաբարյան բարյավն է, հա, նաեւ ասեմ իմ հարգելի դասախոսին, որ ես լեզվաբան եմ, գրականագետ չեմ, դասական լեզուների մասնագետ, գրաբարի եւ բարևը հենց բարին է գործիական հոլովով, այսինքն բարյավ։ Հետևաբար ինքը աշխարհ է եկել այդ բարևով, բարիով։ Եվ մի կարևոր միտք այդ աքսիոմներից իսկապես կարծում եմ Ռուբենը բանտից դուրս եւ բանտի ներսում բոլորովին չի փոխվել։ Բանտը դա երևի մի հասկացություն է, որը նախատեսված է գուցե ես կարծում եմ հոգով տկարների համար։ Եվ կա նաև մի այսպիսի հասկացություն, ինչպիսին է ինչի համար ես դու ազատազրկված եւ ովքեր են քեզ ազատազրկել։ Ռուբեն Վարդանյանը այն անձն է, որը հրաշալի հասկանում է, թե ինքը ինչի համար է ազատազրկվել եւ ովքեր են իրեն թվացյալ ազատությունից զրկողները։ Այսինքն սա գիտակցված հիշեն Գեղիշեի այդ խոսքերը, բայց ես կարծում եմ գիտակցված բանտարկությունը դա հաջողության բանալին է, իսկ չգիտակցված բանտարկությունը ես կարծում եմ ձախողումների սկիզբն է։ Ռուբեն Վարդանյանը գիտե ինքը ինչի համար է նստած եւ այն ուղերձը, որի մասին դուք այստեղ նշվեց, այսինքն իրեն չեն դատում, այլ դատում են ամբողջ հայությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախին, մեր սփյուռքահայությանը, դա իր ուժի գլխավոր խորհրդանիշն է։ Ես այն մարդկանցից չեմ, որը այդպես տասնամյակներով ճանաչել է Ռուբենին խորքային, իր հետ 90-ական թվականներին 2 հարցազրույց եմ արել, այնուհետև Պրահայում եւ Աթենքում մասնակցել եմ Հայաստան 2020 այդ հզոր թվացող եւ իրականում այդպիսին, բայց թղթի վրա մնացած ծրագրի կայացմանը իմ այսպես համեստ ներդրմամբ եւ ուժերի շրջանակում, բայց այդ ընթացքում տեսել եմ ինձ համար մի կարևոր հայի կերպարի։ Եվ կարծում եմ, որ այսօր, եթե մենք երկխոսություն ենք համարում մեր այս զրույցը, կարևոր է, որ մենք իսկապես հայի այդ կերպարը ամբողջացնենք բոլորի համար, որովհետև եկեք անկեղծ լինենք, հիմա շատերն են ուզում Ռուբենի կերպարը այսպես խոչընդոտել, մշուշներով փակել, փնտրել նրա ետևում դավադրական կամ այլ ինչու գնաց կամ անընդհատ խոսել նրա մասին, որ այսպես հարուստ մարդ էր եւ եկավ, այսինքն նրանք հրաշալի մեր հակառակորդները համենայն դեպս եւ տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս հրաշալի գիտեն, որ ազգին պետք է հերոսազրկել։ Եվ դրա համար էլ Ռուբեն Վարդանյանը այսօր եւ նրա հետ գտնվող մյուս հայրենիները ես նկատի ունեմ Արցախի ազգային ազատագրական պայքարի այսպես ռահվիրաներին եւ առաջնորդներին ու նաեւ այն զինվորներին, որոնք Արցախյան այդ պատերազմի ընթացքում
պահպանում էին հողը եւ նրանք հիմա գերված են եւ նաեւ քաղաքացիական այն անձանց, որոնք բանտում են։ Ռուբեն Վարդանյանը իր բոլոր ուղերձներով ցույց է տվել, որ մենք բոլորս պետք է միասնական լինենք նրանց հետ։ Այստեղ մի ճշմարիտ խոսք էլ հնչեց, որ սերը այսպես առանց հավատի կամ իմ կարծիքով առանց գործի իսկապես ոչինչ է։ Եվ եթե մենք այսօր հավաքվել ենք նշելու մայիսյան այսօրը Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը, ասեմ, որ նաև բնությունն էլ երևի իր ճակատագրի պես է, տեսնում եք, ամպեր էին կուտակվել, կարծես անձրև էր ուզում գալ, բայց հետո այդ անձրևը ցրվեց, անձրև հիմա չի գալիս, դա նշանակում է, որ այն ձախորդությունները, որտեղ գտնվում է ոչ թե միայնակ, այլ մենք բոլորս ամբողջ եւ գուցե բանտում, գիտեք, ինքը ավելի իսկապես ինչպես ասում է երջանիկ է, քան մենք այստեղ ազատության մեջ, որովհետեւ բանտում ինքը կարողացել է հաղորդակից դառնալ ու տեսնել այն ճշմարիտը, այն ապագան, որ սպասում է։ Եվ դրա համար ես կարծում եմ մենք պետք է ցույց տանք Ռուբեն Վարդանյանին ոչ թե որպես Դոն Քիշոտ, կա այդ կերպարը, որը գեղեցիկ է, բայց իմ կարծիքով Դոն Քիշոտը գիտեք պայքարում էր ինչ որ ցնորական այսպես նպատակների եւ հորինվածի համար։ Իսկ Ռուբեն Վարդանյանը հրաշալի գիտեր եւ կարծում եմ դա 20-20-ի քննարկումների ժամանակ եւ տեսել եմ եւ շատ տպավորված եմ եղել այդ ուղեղային մտագրողների ժամանակ, կետ առ կետ, քայլ առ քայլ, ծրագիր առ ծրագիր, գիտեր թե ինչ պետք է անել Հայաստանը դարձնելու տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս իսկապես հզոր եւ արդյունավետ պետություն։ Եւ ես կարծում եմ Արցախում նրա հայտնվելը, որ նշվեց այստեղ, որ անակնկալ որոշում էր, գուցե իսկապես մտերիմների համար դա թվացել է անակնկալ, բայց ինձ համար, որ հերվից այդպես ինչպես նշեցի հետևել եմ նրա գործնեությանը, դա շատ տրամաբանական էր։ Հենց Ռուբենի պես մարդը Արցախյան այդ 44 օրյա ջախջախիչ առաջին հարվածից հետո պետք է գնար եւ կարծում եմ իր ներքին կանխազգացումներում երբ որ հանդիպենք, երբ ինքը դուրս գա բանտից, առաջին հարցը, որ իրեն ուզում եմ տալ եւ պիտի տամ, դա այն է, որ ինքը սպասում էր արդյոք եւ գիտեր, որ լինելու է այդ էթնիկ զտումը ու ցեղասպանական ջարդը։ Կարծում եմ ինքը հասկանում էր եւ ինքը գնաց հենց այնտեղ ապացուցելու համար, որ եթե անգամ քեզ այսպես արտաքսում եւ վտարում են, միևնույն է դու պիտի վերադառնաս։ Հավաքական վերադարձի եւ վերադարձի անկասելիությունը իմ կարծիքով Ռուբենի, եթե մենք դա փիլիսոփայություն կոչենք կամ կյանքի գիծ անվանենք, ամենահիմնականն է։ Այսինքն այստեղ մենք գտնվողներով պետք է կարողանանք, այո, եւ գուցե գեղեցիկ ու ջերմ խոսքեր ասել, որպիսի, ինչպես Մարինե Ալեսն էր ասում, մեր խոսքերը իրենց երկնային այդ ուժով հասնեն եւ բանտում զորացնեն մեր բոլոր հայրենակիցներին եւ Ռուբեն Վարդանյանին, բայց ամենից առաջ այնպես ապրենք եւ այնպես հիմա գործենք, որպիսի բանտում գտնվող մեր հայրենակիցները ավելի չանհանգստանան ու ավելի վատ չզգան։ Ուզում եմ նաեւ որպես այսպես եզրափակում հիշեմ Դավիթ Բաբայանի խոսքերը, որ ապրիլի 24-ի նախօրեին Ռուբենից հետո ուղերձ հղեց, ես կարծում եմ Ռուբենը իր այդ ուղերձներով մյուս բանտարկելվածներին էլ ուժ էր տալիս խոսելու այսպես ազգի մարդկանց հետ եւ Դավիթ Բաբայանը նշում էր, որ ցեղասպանության այսպես նախորեն էր, որ մեր սրտերը ձեզ հետ են, ծիծեռնակաբերդում են, դուք ուժեղ եղեք, այսինքն մենք պետք է կարողանանք այս երկխոսության մեջ իմ համեստ կարծիքով ամենակարևորը ցույց տալ, որ մենք աշխատելու ենք, գործելու ենք եւ այնպես ենք անելու, որ մերձեցնենք վերադարձը դեպի Արցախ եւ Հայաստանի այսպես տարածաշրջանային մեկուսացման, ջախջախման եւ հանձնման կասեցումը։ Բարձր նշաձող երբեք չհանձնվել եւ իսկապես ունենալ այդ ուժն ու հավատը, որ ցանկացած պարագայում, եթե դու ունես հավատ եւ ունես հույս եւ սեր, այդ հավատը, հույսը եւ սերը արդարանում է եւ Ռուբենը վերադառնալու է եւ այն բոլոր ծրագրերը, որ նախանշել էր, դրանք իր գաղափարակիցներով իրականություն են դառնալու։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն տիկին Նարինե, ես հենց մտածում եի այն մասին, թե այս խոսքերը ասում ենք, դե հիմա խոսք է, էլի, խոսքը ասում ես ինչ արժեք ունի խոսքը,
Հետո զգացի այս բոլոր զրույցների ընթացքում կարծես ավելի ներքինից զգացի, որ չէ, խոսքը կարող է դեր խաղալ, խոսքը կարող է նշանակություն ունենալ, բայց այստեղ հիշելով իմ փիլիսոփա լինելը, հիշեցի Անսելմ Քենտերբերացուն, որը մի առիթով ասել է. այո, եթե դու պարզապես մտածես, ապա այդպես չի, բայց եթե սրտով մտածես, այդպես է։ Այսինքն պիտի սրտով մտածես։ Եվ եթե սրտով ես մտածում, խոսքը իսկապես խոսք է, խոսքը իսկապես զորություն ունի եւ պատահական չէ, որ մենք այսօր այդ խոսքերը քննարկում ենք։ Եվ քանի որ խոսքը սրտով մտածելու մասին է, ես այսօր այնուամենայնիվ մի հատ նորից նայեցի Նարինե Գրիգորյանի ուրեմն հարցազրույցը Ռուբենի հետ, կարծեմ հակառակը Ռուբենն էր իրեն հարցնում, որտեղ Ռուբենը որոշել էր, որ ոչ թե իրենից պետք է հարցազրույց վերցնեն, այլ ինքը պիտի հարցազրույցներ անի, եւ գիտեք, այնքան սրտով էին խոսում իրար հետ, այնքան օրգանական էր այդ զրույցը, որ ես կարծում եմ, որ ահա այդ մեկնակետից ելնելով Նարինեն մեզ ասելու բան ունի, համեցեք։ Զգացմունքներս այնքան շատ են, բայց մտածում եմ, քանի որ այսքան մտքեր ասեցինք եւ երեք ամբողջ օրը աքսիոմները, որ կարդացել էի, զրուցում էի Ռուբեն Վարդանյանի հետ, երևի հիմա ավելի շատ պատմեմ զգացմունքներիս մասին եւ այն ազդեցության մասին, որը ինքը որպես անհատ եւ որպես ինձ համար հերոս ազդել է ինձ վրա։ Մեկ անգամ եմ հանդիպել Ռուբեն Վարդանյանին եւ դա այդ հարցազրույցի, երբ ինձ զանգահարեցին, ասացին ուզում է հարցազրույց վերցնել, ես ապշեցի, որ ես հայտնվել եմ Ռուբեն Վարդանյանի տեսադաշտում։ Եվ հետո հարցազրույցի ժամանակ, երբ ինքը ասաց, քո ծնողները ժամանակին թողել են Հայաստանը եւ գնացել Արցախ ապրելու, դու ինչու այդ քայլը չես անում։ Ես ապշեցի, այդ հարցին պատրաստ չէի ընդհանրապես, որովհետև գիտեի, թե թատրոնից է հարցնելու եւ այլն, շատ անսպասելի էր եւ ուղղակի հիշեցի, ինչու մենք վերադարձանք Արցախից, հիշեցի, որ հայրիկս էր գերության մեջ, Կարլենը, եւ որ հետո հայրիկը որ վերադարձավ գերությունից գանգրենա ուներ ու մենք Արցախից ուղղաթիռով ընտանիքով վերադարձել ենք Հայաստան ու այդ ա եղել պատճառը որ ընտանիքը հետ ա եկել Արցախից հետո երբ արդեն վերջացավ հարցազրույցը ես ապուշ պատասխան տվեցի հիշում եմ հետո որ նստեցինք սուրճի շուրջ ինքը ասեց ուզում եմ ասել որ ես սեպտեմբերին գնալու եմ Արցախում ապրելու եւ ես շատ ված զգացի որպես արցախցի որ Ռուբեն Վարդանյանը ամեն ինչ թողնում է գնա Արցախ ապրելու ես նստել եմ Հայաստանում Եվ ասացի, որ դուք գնաք, Գառնանը մենք թատրոնով կգանք, ես կգամ այնտեղ բեմադրություն անելու, չգիտեմ, որպես օրինակ, երբ մեկը մի կարևոր մարդ գնում է, ոնց որ ինքը քեզ դրթում է, ոնց որ դու էլ ես, ինքը օրինակ է դառնում քեզ համար։ Ու հետո արդեն որ գնաց բլոկադան եղավ եւ այլն։ Ու չգիտեմ, այդ պահից սկսված շատ մեծ հարազատություն եմ զգում իր ընտանիքի հանդեպ, իր հանդեպ, չգիտեմ ոնց որ քույրը լինեմ, ես էլ Նարինե Կարլենովնան եմ եւ ամեն րոպե եմ ապրում այս ամեն ինչը եւ հիշում եմ որ այդ օր առավոտյան որ համացանցում հայտնվեց առաջին ուղերձը Ռուբեն Վարդանյանի հիշում եմ որ սկսեցի նայել ու ուղղակի բարձր ձայնով լացում էի, որովհետև չէի հավատում, որ մարդը կարող է բանտում գտնվելով, Շուշիի բանտում գտնվելով, այդպես չէ Բաքվի, վայ կներեք, պապան էլ Շուշիի բանտում, Բաքվի բանտում գտնվելով, այդպես լավատես լինել, այդպես ուշ տալ եւ լացում էի ոչ միայն իր համար, ինձ համար էի լացում, որ ոնց եմ ինձ թույլ տվել սենց ճկվել, կքվել, ոնց կարելի է, որ ինքը ուղակի իր վարքով ուղակի օրինակ էր մեզ համար։ Ես այդ ուղերձից հետո մի մետր բոյովացել էի, որտեվ սենց հանկարծ զգում ես, որ եթե սենց հերոս կա, ես էլ եմ հերոս, ուրեմն Եվ ինձ համար ինքը ներկա է, ամեն պահ ներկա է, ամեն իր գրառումով, նոր ուղերձով ներկա է եւ այդպիսի մի խոսք ասում էր ես ուզում եի փոխել աշխարհը սկզբում, հետո հասկացա, որ աշխարհը փոխել չեմ կարող, որոշեցի կողքիններից փոխել, հետո տեսա, որ դա էլ չի ստացում, ինքս ինձ որոշեցի փոխել։ Եվ Ռուբեն Վարդանյանն ինձ համար ինքը իրեն փոխելով, իր քայլերը անելով
առողջության վարակում ամեզել, այդ ուժով վարակում, այդ լույսով վարակում, ոնց որ Սևակ ասում է իրար առողջության վարակենք, այդ հավատով, այդ որ ես զոհ չեմ, այդ իմ ընտրությունն է, այդ չգիտեմ, այդ բոլոր խոսքերը, այդ ես երեք ապշել էի 7-րդ աքսիոմի վրա, այսօր շատերս նշեցինք, որ հնդկական կղզում նույն երջանկություններ, հնդկական օվկիանոսի կղզում, ինչ այդ բանտում, չգիտեմ, այդ ինչքան ներքին մեծ ազատության պիտի գալ, ինչքան մեծ քաջություն ունենալ եւ ինքը հատիկի պես է, որ սենց հողի մեջ ծիլատալու ու բոլորիս վարակի այդ ամեն ինչով եւ բարև եւ եթե մեր ամեն մի խոսքը իրեն այդքան ինքը զգում է եւ ուժա տալիս, ուրեմն մեր կողմից բարևեք, իմ կողմից էլ եթե հիշում եք եւ ես պատրաստ եմ ամեն շաբաթ գանք խոսենք ու ինքը այդ ուժը զգա այսքանը Շնորհակալություն Նարինե շատ կարևոր բան ասացիք, որ ուզում էր փոխել աշխարհը, ուզում էր փոխել իր շրջապատին, ուզում էր փոխել ինքն իրեն, այդ փոխելու ձգտումը միշտ եղել է, բայց ուզում էր փոխել այսպես բանական համոզմունքի միջոցով, եւ ես իրեն ժամանակ առ ժամանակ նեղացած տեսել եմ մենակ այն դեպքում, երբ որ զգում էր, որ ինքն ասում է, կողքինը չի հասկանում, ինչ է ասում։ Այդ ժամանակ չէր ասում չես հասկանում, ասում էր դու ինձ չես լսում։ Ты меня не слышишь։ Դու չես լսում, թե ես իրականում ինչ եմ ասում։ Այս ձգտումը անընդհատ լինել։ Հիմա ասում եք Դոն Կիխոտ էր, թե Դոն Կիխոտ չէր։ Ի վերջո Դոն Կիխոտ էր, երևի, եւ շարունակում է Դոն Կիխոտ մնալ, բայց այն Դոն Կիխոտը, որի ոտքերը հողի վրա են։ Եվ շատ կարևոր բան է նաեւ մի ուղերձ է տալիս բանտից, ես Կարլենի տղան եմ եւ Համոյի թոռը։ Այսինքն գիծը քաշվում է։ Եվ եթե քո գիծը քաշվել է, եթե հիմքերը ամրագրված են, վերևում դու կարող ես Դոն Կիխոտ լինես։ Առողջություն Ռուբենին եւ արագ վերադարձ։ Սրանով մենք այս թեման վերջացնում ենք։ Մենք պայմանավորվեցինք, որ մենք հարցերով կծանրաբեռնենք Աննային, որը եւ կստանձնի ղեկավարությունը երկրորդ պանելի։ Մի հատ հարց կա Նարեկ, որ մենք բոլորս պետք է հարցը մի պատասխանենք։ Եթե դու ասում ես ինչ-որ բան իմ համար կարևոր է, ինչքան է քո համար կարևոր, դու ինչ ես պատրաստ կորցնելու, թե չկորցնելու։ Դու կարաս կորցնես քո կյանքը հայրենիքի համար։ Ասեմ այդ հարցը շատ մարդկա ասում է, ես սիրում եմ այս մարդուն կամ ես սիրում եմ այս գործը։ Ասում եթե դու ասում ես սիրում ես, դա նշանակում է իմ հասկացության մեջ ամենաուժեղ սերը, որ միջև վերջ, եթե մենք ասում ենք սերը, որ ես պատրաստ եմ ուրիշ մարդու կյանքը ստամ։ Ես պատրաստ եմ իմ ընտանիքի համար կյանքը տամ։ Ես պատրաստ եմ իմ հայրենիքի համար կյանքը տամ, թե պատրաստ չեմ։ Հիմա դա չի նշանակում, որ դու չես պատրաստ, դա չես սիրում, բայց սերի ամենաբարձրագույն բանը իմ համար տենց է։ Եվ ես վաղուց որոշեցի, որ իմ համար դա կարևոր է, իմ հայրենելը, իմ եւ հայրենը պսևդո հայրենություն չէ, էլի պսևդո կենաց ասել այլ հայրենելը, հայրենելով աշխարհի մարդ կարևոր է։ Ինչ է կարևոր դառնում երկրորդը, բայց դա կարևոր է։ Դրա համար եթե դու նայես, մեծամասնությունը իմ գումարների ներդրվել է Հայաստան, որը ներդրվել է ոչ որպես ինվեստիցիա, այլ որպես բարեգործական։ Մենք սոցիալական պրոյեկտներ։ Ահա, մեր մարդիկ չեն հասկանում, որ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը, որ կարա ամբողջ աշխարհում ապրել, մեծամասնությունը իր գումարների ծախսել է $200 միլիոն, մեջ 3/4 մասը Ռուբենի Վարդանյանի ընտանիքի եւ գումարն է։ Ավրորայի մեջ 80% գումարը, 70% գումարը Ռուբեն Վարդանյանի ընտանիքի գումարներն են։ Չգիտեմ, Տաթևում 90%։ Մենք վերջին 20 տարին իրականացնելով 700-ից ավել պրոյեկտ հաջողված եւ ոչ հաջողված եւ $700 միլիոն ներդրել, դա վաղուց ես որոշել եմ, որ դա կարևոր է այս։ Այս փուճուր հողի կտորը, այս փուճուր երկիրը, որ ունի շատ դուրս խնդիրներ, իմ համար կարևոր է։ Հենց որ դու դա որոշում ես, ոնց որ քո մեջ այդ ուժը քեզ տալիս է ուժ, որ դու արդեն հանգիստ ամեն ինչ արդեն հեշտ է գնում։ Իմ համար այդ դուրս գալ իմ համար, ես կամ ես սուտ եմ ասում, որովհետև դու ասիր ան, մի ասես բ, դա ասես, եթե կարևոր է դու պատրաստ չես պատրաստ, ես պատրաստ ժամանակ 4 անգամ եղել եմ Հարաբաղում, առաջին օրվանից 27 սեպտեմբերից եղել եմ այնտեղ, որտեղ զգում եմ ինչ-որ բան անում, եւ ես ժամը 7-ին առավոտյան մտել եմ զոտ, որ կրակել են, սկսել կրակել։ Ես եղել եմ միջև վերջին օրերը Հարաբաղում 4 անգամ անցկացրել եմ 10-12 օր
այնտեղ գիշերները քնել եմ նույն բանը։ Եվ իմ համար դա խնդիր չի եղել, դա ոչ թե եղել է ինչ որ բան, որտեղ դա տենց պիտի, եթե այդ քո համար կարևոր է, ասում Արցախի համար կարմիր գիրը, դա ոչ թե որ ուզում եմ, հիմա գնամ նույնից կռում, ասում դա կարևոր է պահպանել Արցախը մեմը։ Դա նայեք, թվում է շատ կարևոր է հասկանալ մարդը, երբ որ ունի գաղափար ներժեկներ եւ նպատակ, շատ մեծ ուժ է տալիս նայեք։ Բարև ձեզ։ Շարունակենք խոսակցությունը հենց այն պահից, որ ընդհատվեց նրա խոսքը, որ երբ որ մարդը ունի գաղափարներ, արժեքներ, նպատակ։ Եկեք խոսենք այն մասին, թե Ռուբեն Վարդանյանի այս գաղափարները, նրա արժեքները, նպատակը, գաղափարախոսությունը որքանով են արտացոլված եղել նրա նախաձեռնություններում եւ ծրագրերում եւ հրավիրում եմ այս քննարկման մասնակիցներին։ Արադ Հաթևոսյան, Մեդիամաքսի գլխավոր խմբագիր, Արտակ Ապիտոնյան, ապագա հայկականը նախաձեռնության նախկին տնօրեն, ռեժիսոր Իննա Սահակյան, Ավրորայի Արշալույսը ֆիլմի ռեժիսոր, Արտաշես Էմին, թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ։ Արա, զրույցը քեզ հետ սկսեմ, որովհետև վերջին նախորդ քննարկման ժամանակ անընդհատ Դոն Քիշոտի թեման, այսպես ասած, շոշափվեց, դա քո թեթև ձեռքով քո գրքի վերնագիրն է ու տեսնում ես, կարող է գուցե ասելիք ունենաս այդ կապակցությամբ, եւ դու տևական ժամանակ դու Մեդիամաքսը, այսպես ասած, քարոզչական աջակցություն է ապահովել Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությունների եւ ծրագրերի համար եւ թերևս լավագույններից մեկը կարող ես պատասխանել այն հարցին, որ մեր այս քննարկման հիմնական խնդիրն է, թե որքանով են դա իր գաղափարները արտացոլվել իր նախաձեռնություններում։ Եվ նախապես ասեմ, որ քանի որ ես մտադիր եմ ես կոնկրետ հարցերին զուգակցել նաև Ռուբեն Վարդանյանի Բաքվի բանտից հղած որոշակի ուղերձներ, դրանք ուղղակի ընթերցելու եմ խնդրանքով, որ դուք դրանց անդրադառնաք։ Հիմա քեզ համար ընտրել եմ մի քիչ լրագրողական հարցադրում, երբ որ Ռուբեն Վարդանյանը ասում է, որ մարդկանց համար հեշտ է քննարկել եւ ցավոք սրտի մտապահել վատը, քան լավը, բամբասել եւ գրել գրքեր, ֆիլմեր նկարել, չարը բազմազան է, դրան ավելի շատ է ուշադրություն հատկացվում, նույնիսկ նորությունների մեջ։ Մենք ավելի շատ վատ, քան լավ լուրեր ենք կարդում։ Խնդրեմ։ Շնորհակալություն, քանի որ գիրքը հիշատակեցիք, նշեմ նաև, որ գիրքը այո 2 ամիս առաջ է լույս տեսել եւ այսօր մենք որոշեցինք այս միջոցառման համար գիրքը հատուկ գնով հասանելի դարձնել, ուստի եթե մարդիկ կան, որ ցանկանում են գնել, այստեղ վաճառվում է։ Քո հարցին պատասխանելով, այո, ինքը ես հիշում եմ, ինքը միշտ հիշում էր իր հայրիկի խոսքերը, որ ասում էր, որ փրշտացող մարդը ինքը ինչ որ հանրության մեջ միշտ ավելի շատ է երևում, բայց կան մարդիկ, որոնք այդպիսի բան չեն անում եւ աչքի չեն ընկնում, եւ մշտապես ինքը համոզված էր եւ ես եւ հարցազրույցներում եւ ուղակի զրույցներում ինքը համոզված էր, որ լավ մարդիկ, բարի մարդիկ ավելի շատ են, քան չար մարդիկ, դա իր համոզմունքն է եղել եւ վստահ եմ, որ հիմա միայն ամրապնդվել է։ Ինչ վերաբերում է գաղափարախոսությանը, ես կարծում եմ, որ ամենայն դեպս այն շրջանում, որ մենք սերտ համագործակցում ենք, դա եւ գրքում ես փորձել եմ դա ցույց տալ, որոշակի էվոլյուցիա են ապրել իր բաները եւ այնպես չի, որ ամենասկզբից շատ ձևավորված են, բայց կարծում եմ, որ այդ ամենը, ինչ որ մենք կարող ենք խոսել, անվանել հայեցակարգ կամ գաղափարախոսություն, իր արժեքային համակարգի վրա է կառուցված եղել։ Եվ դրան ուղակի որոշակի ձև է տրվել, բայց ըստ էության ոչ մի բան չի փոխվել։ Այսինքն այդ մարդը կայացել է այդ արժեքների հիման վրա, որոնք վստահ են, որ ընտանիքում իրեն ներարկել են լավ իմաստով, եւ ինքը այնուհետև փորձել է դա փոխանցել այլ մարդկանց։ Եվ ես կարծում եմ, որ ինքը երբեք ամենայն դեպս մեր շփումներում ինքը իրեն երբեք գաղափարախոս չէր անվանում, չէր համարում եւ առհասարակ ես ինքը միշտ շատ པարզ է եղել եւ միշտ խուսափել է այդ ամբագորգոր որակումներից, որ մարդիկ երբեմն ցանկացել են իրեն տալ։ Առայժմ այսքանով երևի սահմանափակվեմ։ Նախաձեռնություններից մեկի ապագա հայկականի մասին խոսենք, անկեղծ ասած ինձ սկզբում բավական
բաներ թվում, հա, երբ որ մարդիկ հավաքվում էին, ինչ որ բաներ էին, սցենարներ էին մշակում, թե առանձնացնում էին այն խնդիրները, որոնք Հայաստանի համար կարևոր են, փորձում էին դրանք լուծման ուղիներ, ինչով զբաղված էր ձեր հիմնադրամը, ես անընդհատ դրա մի քիչ վերապահություն ունեի, մտածում էի իմաստ է, այն դեպքում, երբ որ դուք չեք որոշումներ ընդունողները եւ դժվար թե որոշումներ ընդունողները գնան ձեր մշակած սցենարների հետևից, էլի, ուզում եմ նախ թե բանով խոսես այդ մասին, այդ նախաձեռնության իմաստի մասին եւ էլի զուգակցելով իր բանտից հղած ուղերձներից մեկով, ասում եմ գնացեք ոչ թե բառի, այլ իմաստի, ոչ թե ուսուցչի, այլ ուսմունքի, ոչ թե նորաձևության, այլ տեսլականի ետևից, տեսլականների մշակում ապագա հայկական։ Շնորհակալություն, գիտեք Ռուբեն Վարդանյանը մի շատ հրաշալի հատկություն ունի թիվս այլ հրաշալի հատկությունների, նա կարողանում է իմի բերել մարդկանց։ Ես վստահ եմ, այստեղ ներկա մարդկանց, եթե դուք ձեր շուրջը նայեք, շատերը ծանոթացել են Ռուբեն Վարդանյանի միջոցով։ Եվ Ռուբեն Վարդանյանի այս հատկությունը իմի բերելու նաև զուգակցում էր հենց երկխոսություն սկսելու, նույն Տաթևյան երկխոսությունները սկսած նույնիսկ իր հենց առաջին նախաձեռնությունից, որը կոչվում էր Տրոյկա դիալոգ, եւ բոլոր ընդհանրապես իր բոլոր նախաձեռնությունները հենց երկխոսության մասին էին։ Մենախոսություն չէր, դա երկխոսություն էր լսել դիմացինին եւ ընդհանուր, ասես խելքը խելքի տալով գտնել լավագույն լուծումը։ Եվ ապագա հայկական հենց այդ նպատակին էր ծառայում ձևավորել մի այնպիսի մեծ համահայկական երկխոսության հարթակ, որտեղ հնարավոր կլինի սահմանել մի քանի բաներ։ Առաջինը, սահմանել արժեքային համակարգը։ Սահմանել այն արժեքային համակարգը, որը ընդհանուր է հայության համար։ Եվ այդ արժեքային համակարգի հիման վրա ձևավորել հայության նպատակներ ու փորձել գնալ այդ նպատակներին։ Շատ ամբիցիոզ ծրագիր է իհարկե, եւ ես այդ ծրագրի մասին ներկայով եմ խոսում, որովհետեւ վստահ եմ Ռուբենի վերադարձից հետո այդ ծրագիրը շարունակելու ենք։ Կլինի դա անունը ապագա հայկականը, կլինի, չգիտեմ, մեկ այլ, կլինի Արմենիա 2050, կլինի ինչ կլինի, բայց այդ ամբիցիոզությունը համայն հայության ունակ ուժերին իմի բերելու հայության մեջ շատ քիչ, երևի նույնիսկ մեկ ձեռի վրա չկարողանամ թվարկել, այդքան քիչ մարդիկ կարող են անել եւ Ռուբեն Վարդանյան այդ մարդկանցից առաջինն է։ Եվ իհարկե հենց ձեր նշած հենց հատված աքսիոմներից, ասույթներից հենց դրա մասին է։ Ոչ թե պետք է մենք խնդիր չունենք առաջնորդների, մենք խնդիր ունենք առաջնորդող գաղափարների։ Թույլ տվեք մեկն էլ ավելացնել, հա, ուրիշներին տալով այն ամենը ինչ ունես, ինչ գիտես, կարող ես անել, ունենալ առանց կուտակելու, առանց քո կրքերի ու ցանկությունների, առանց ոսկե հորթի ստրուկը դառնալու։ Սա է իմ կարծիքով կյանքի իմաստը։ Սա է այն հարցի պատասխանը, որ այնքան հաճախ տանջում է մեզ, քանի որ մենք հենց այնպես ենք աշխարհում ավելացնում բարին եւ լույսը բոլորի համար։ Ես անկեղծ ասած նաև մի փոքր եւ համաձայն եմ, որ սրանք իհարկե սրանք Ռուբեն Վարդանի կենսափիլիսոփայության կենսակերպ արտացոլող արժեքներն են, բայց նաև շատ մի կարևոր տարբերություն կա, նյուանս կա։ Նախկինում հիմնականում շեշտը դրվում էր հայկականության, համահայկականության վրա, ազգային ոգին արտնասնելու վրա։ Կարծում եմ մենք ցավոք սրտի որպես հանրություն գնալով ավելի ենք կորցնում մեր հենքը, մեր հատակը եւ արդեն անցնելով ազգայինի հատակից մենք գրեթե մոտենում ենք մարդկայինի հատակի կորուստին, որովհետեւ կորցնում ենք ապրումակցելու զգացումը, կորցնում ենք ըմբոստանալու զգացումը, կորցնում ենք պինդ մարդ մնալու զգացումը եւ Ռուբեն Վարդանյանի այս ուղերձները հենց մարդ մնալու մասին է առաջին հերթին, որովհետեւ եթե մենք մարդ չենք, հայ չենք կարող լինել։ Մենք պետք է ճիգ գործադրենք մնալու մարդկային հանրություն։ Մենք ցավոք սրտի շատ մոտեցել ենք այդ սահմանին, հանրության կորուստը։ Շնորհակալ եմ, Իննա։
ձեր ֆիլմի հերոսուհու անունը, այսպես ասած, ավելի հնչեղ, ավելի բարձր դարձավ հենց Ավրորա Մարդասիրական նախաձեռնության շնորհիվ։ Ես տեղեկացա, որ դուք նոր ֆիլմ եք պատրաստում, որտեղ արդեն անդրադարձ կլինի Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած հանցագործություններին, եւ այս առիթը օգտագործելով ես պիտի խնդրեի, որ այդ մասին մի քիչ ավելի մանրամասն ներկայացնեք, եւ ձեզ համար ընտրել եմ Ռուբեն Վարդանյանի խոսքից երկու մեջբերում, որտեղ ես ինքս հակասություն եմ տեսնում, բայց գուցե դուք ինձ ասեք, որ հակասություն չկա։ Ոչ պակաս ուզիչ էր, քան ես զոհ չեմ արտահայտությունը, որ արդեն իսկ մեջբերվեց։ Ես խորապես համոզված եմ, որ կան ավելի կարևոր բաներ, քան մեկ մարդու կյանքն է, ասում է նա։ Ու մի այլ առիթով արդեն ասում եմ, մենք ոչ միայն պիտի ապրենք, այլև պիտի ապրենք մեր հայրենիքում, արժանապատվոր են։ Հիշեք, որ հոսանքի դեմ լողալ ընդունակ է միայն կենդանի մարդը։ Շատ շնորհակալություն, շատ այդպես կարևոր մեջբերում եք անում, որովհետև կարծում եմ, որ հենց Ավրորա Մարդասիրական մրցանակավարժության եւ ծրագրի հենց հիմքում այդ գաղափարախոսությունն էր դրված, որովհետեւ նույն Ավրորան եւ բոլորեն հերոսները, ովքեր այդ մրցանակաբաշխության արդյունքում ճանաչվեցին աշխարհով մեկ, հենց այդ գործն էին անում, այսինքն մի մարդով փոխում են իրականությունը։ Եվ ես շատ շնորհակալ եմ Ռուբեն Վարդանյանին այդ նախաձեռնությունը սկսվելու համար, որովհետև ես ֆիլմի վրա սկսել եմ աշխատել 2013 թվականից ու ծանոթ լինելով Ավրորա Մարտիկանյանի, Արշալույս Մարտիկյանի գրքին, շատ քիչ բան գիտեի իր գրքի այն կողմ կյանքի մասին, եւ երբ արդեն հարցազրույցներին ծանոթացա Ավրորա Մարտիկանյանի ու հասկացա, թե ինչի միջով են անցել հետագայում, ինչպիսի ինքնազոհություն այդ հոսանքին հակառակ գնալով սեփական պատմությունը, սեփական ցավը դնել բաց ամբողջ աշխարհի առաջ ազգին եւ հայրենիքին օգնելու համար, մյուսներին օգնելու համար, շատ ցավալի էր, որ անգամ մենք հայերս շատ քչերը գիտեին այդ պատմությունը։ Եվ հենց այդ նպատակով ֆիլմի վրա սկսեցինք աշխատել Բարսմեդիա վավերագրական ֆիլմերի ստուդիայի հետ։ Եվ հենց այդ նույն ժամանակ, երևի թե նույն գաղափարը կամ նույն հարցը նաև Ռուբեն Վարդանյանի մոտ էր առաջացել եւ շատ հաճելի էր, որ 15 թվականից հետո հենց այդ նախաձեռնության շնորհիվ Ավրորայի անունը արդեն սկսվեց ճանաչվել մեր հանրության մեջ։ Հետագայում իհարկե ֆիլմի աշխատանքների շուրջ էլի համագործակցել ենք, հանդիպել ենք, քննարկել ենք տարբերակները Ռուբենը նայել եւ իր հեղինակավոր կարծիքներ ասել, բայց հենց այդ գաղափարը, որ մի մարդ կարող է փոխել եւ կոնկրետ Ավրորայի պատմության դեպքում մի դեռատի աղջիկ կարողացավ փոխել իրականությունը, այսինքն չվախեցավ իր պատմությունը պատմելուց եւ եթե հետ նայենք գնանք անգամ ցավալի է, բայց դեռ ձեր ասածին մի քիչ անդրադառնանք, անգամ այն ժամանակ շատ հայեր էին դեմ, որ մի կնոջ պատմություն այդպես դաժան, նաեւ այդ գերության, չգիտեմ, հարեմի կտորները պատմվի մարդկության համայն աշխարհին, բայց Ավրորան դրան չէր նայում ու գնում էր առաջ եւ այսօր հենց Ռուբեն Վարդանյանի պատմությունն է դա վկայում։ Չես նայում ինչ կասի հասարակությունը, չես նայում ինչ կմտածեն այլոք, ունես քո արժեքները, համստորեն այդպես առանց ճաճանչափայել ինչ որ այսպես քայլեր անելու, առանց ճչալու գնում ես այդ ուղությամբ եւ անում ես դա քո ազգի համար եւ դա բոլոր նախաձեռնությունների մեջ է, հա, եւ այնքան ուրախալի է, որ թեև այսօր Ռուբենը գտնվում է բանտում, բայց այդ բոլոր նախաձեռնությունները դեռ շարունակվում են, իրենք շարունակական են եւ Ավրորա մրցանակաբաշխությունը եւ Տաթևը եւ այդպես եւ Դիլիջանի դպրոցը, մի խոսքով բոլորը այդպես շարունակական արդեն մեխանիզմներ են, որոնք այդ սերմերը արդեն աճել են եւ մենք բոլորս օգտվում ենք եւ բոլորս դրա մի մասնիկն ենք դառնում եւ հուսով եմ, որ գալիք սերունդները որպես օրինակ կվերցնեն դա իրենց գործունեության մեջ։ Անկեղծ ասած, Ավրորայի ֆիլմից հետո ինքս շատ ուզում էի շատ ավելի թեթև ֆիլմերի անդրադառնալ, բայց լինելով հայ վավերագրող, ուղղակի չես կարող չանդրադառնալ քո ազգի ցավին,
եւ արդեն 2 տարի է աշխատում եմ այս ֆիլմի վրա, որը որ վավերագրում է հենց պատերազմական հանցանքները մարդկանց պատմությունների միջոցով։ Այսինքն հարցազրույց վկայություններ ենք հավաքում վերապրած մարդկանցից, տուժողներից, ընտանիքի անդամներից, նաև ռազմագերիներից վերադարձած եւ ամեն մի այդպես հանցանքի հոդված, որով որ քրեական գործ է կազմվում իրավապաշտպանների կողմից, չեմ կարող շատ բան ասել, որովհետև կվնասեմ իրավապաշտպանների աշխատանքին, ում հետ աշխատում ենք այս ֆիլմի վրա, ամեն հոդվածինքից կա այդ մարդկանց պատմությունները, որը այդ ֆիլմը հետագայում դարձնելու է այդպես նաև շատ մարդկային պատմություններ եւ բնականաբար իհարկե ռազմագերիները եւ քաղաքաբանդարկյալները խնդիրը նույնպես առանձին ֆիլմում անցնելու է։ Շնորհակալություն եւ մեր քննարկման որի հիշեցնեմ անվանումը, հա, Ռուբեն Վարդանյանի գաղափարախոսության եւ արժեքների մասին, այստեղ իր արժեքներից մեկը գուցե կարելի է ընդգծել, հա, ուրվագծել են բանաձևով, որը այսօր էլի հնչեց, հա, այն ձևակերպումը ես Կարլենի տղան եմ, Համոյի թոռը եւ դա խոսքը հենց ծագման, գենետիկայի, դաստիարակության մասին է եւ ուրիշով կարող է այդ մասին խոսել, որը ինքը նույնպես իր հետևում, այսպես ասած, էլի նույն իր նշանավոր որդին է նշանավոր հոր, հա, այսպես ասենք, Արտաշես Սեմին։ Ես ձեզ համար ընտրել եմ իր խոսքից այսպիսի մի արտահայտություն, որ կկարողանամ ուրախանալ այն բանի համար, որ ինչ-որ մեկը իմ շնորհիվ կգնա եւ ծառայությունը տանը կանցկացնի։ Իսկ ես կմնամ անծանոթ մի տեղ ու կարոտով կհիշեմ հայրենիքս, ինձ հարազատ վայրերը, մտերիմներիս, որոնց գուցե 2 տարի տեսնելու հնարավորություն չեմ ունենա։ Եվ երրորդը պատրաստ եմ իմ արածի համար հնարավոր պատասխան չսպասել երախտագիտություն եւ չզգալ, որ ինչ-որ մեկը պարտք է ինձ իմ արածի համար։ Ինչպես այսքան կարևորել քո ընտանիքը ու պատրաստ լինել հրաժարվել դրանից հանուն այն ամենի, ինչի մասին խոսում է Ռուբեն Վարդանյանը։ Դե չնայած իր այդ մտքին պիտի անկեղծ խոստանենք, որ բոլորս էլ հիմա իրեն պարտք ենք։ Ամբողջ ժողովուրդն է պարտք, որտեվ ինքը այդ քայլով արտնացրեց արժանապատվության նիրհող զգացումը արդեն։ Դժբախտաբար, որը վերջերս նահանջում էր։ Իսկ արժանապատվությունը հզոր ուժ է եւ համարյա անհաղթահարելի, եթե արթուն է, եթե արթննի է։ Պիտի ասեմ, որ շատերը ներկաներից չէ, բայց դրսում տարակուսում են եւ իրենց համար անբացատրելի է մնում Ռուբենի արարքը, որովհետեւ բավական ապահովված, եթե ոչ շատ բարեկեցիկ կյանքը թողնելով կարելի էր մտածել, որ իր բարեգործությամբ ինքը վաղուց մարել է իր պարտքը իր երկրի, ազգի, տոհմի հանդեպ, բայց եւ այնպես ինչի անբացատրելի չի։ Շատերը չափում են սեփական արշինով։ Դե մարդկանց հատուկ է ընդհանրապես ուրիշների արարքներով դատել իրենց չափանիշով։ Ոմանք կարծում են դա կամիկադզեի արարքեր, այսինքն անխոհեմ։ Ոմանք կարծում են վերագրում են դա ինչ-որ դավադրական տեսությունների գործակալի բանի, որը երևի իրենք հաճույքով նման առաջարկ ունենալու դեպքում ծախված կլինեին վաղուց, բայց Ռուբենը իր ամբողջ կյանքով ապացուցում է, որ ինքը անկաշառության տիպար է։ Իդեպ, ինչպես Աշոտ Ոսկանյանը սկզբում դեմ էր թեմային, ես էլ դեմ եմ մի քանի լեզվի սայթակումների անցյալ ժամանակը գործածելու։ Ռուբենը կա եւ վստահաբար կարևոր չի թե որտեղ եւ վստահաբար լինելու է մեզ հետ եւ գրկախառնվելու է եւ հարազատների եւ իր երկրի հետ։ Իսկ թե որտեղից առաջացավ այդ կարելի ասել կողը համառությունը։
կամ այլ կերպ ասած հաստատակամությունը։ Դուք նշեցիք Կարլենի որդի Համոյի թոռ եւ զուգահեռ անցկացրեցիք, որ ես էլ ուրեմն ինչ որ առնչություն ունեմ նավների հետ, բայց ես ձեզ ասեմ ավելին, մենք նույն տոհմից ենք սերում։ Այսինքն Համոյի Հմայակի մայրը Թեկանն էր, Թեկան Մարգոյի, ճիշտ է, Համոն ու Մարգոն ամուսիններ էին, Մարգոյի մայրը Թեկանը իմ պապի քույրն էր, այսինքն Մուրադ Հովանեսյանն է իրանց հայրն էր, որին աշտարակում կոչում էին Դալի Մուրադ, այսինքն ծուռ Մուրադ, ինչի, որովհետև այդ մարդը Սասնա ծռերի ծուռ Դալին, այսինքն պարզապես ճշմարտախոս էր եւ ուղիղ խոսածող, այսինքն նույն բանը, ինչը որ ակնհայտ է նաեւ Ռուբենի դեպքում, հորս դեպքում էլ նույնպես։ Իսկ Դալի Մուրադը ուներ 7 զավակ։ Ինքը հանդիսանում էր ուրեմն որդին Չէ, ծոռը աշտարակում հայտնի Շեք Վարդանենց, Մկրտում Շեք Վարդանենցի, որը հայտնի դեմք էր աշտարակի պատմության մեջ 1790-ականներից, իսկ նրա թոռը Պետրոս Էրամովն էր, Դալի Մուրադի հայրը, Պետրոս Էրամովն էլ հայտնի գործարար էր Բյուրականում եւ ամուսնացավ Զարմանի հետ, Դալի Մուրադի մոր, երկրորդ ամուսնությունն էր եւ հաջող ուրեմն զավակ ունեցան։ Ասած ինչ եմ ուզում ասեմ, որ այդ աշտարակցիներին երևի չգիտեմ ով որ ծանոթ է կիմանաք, այդ կողը ընդեղից է գալիս։ Եվ իհարկե Իրինայի կողմից Թիֆլիսի գիծը ապահովեց նաեւ հղկումը, այսպես ասած, այսինքն մշակութային քաղաքավարության եւ գրականության աղերսները եւ այդ գենետիկայի մասով ինչը բերեց ներկայիս Ռուբենին, բայց ոչ պակաս կարևոր էր նաեւ դաստիարակությունը։ Իսկ ես երևի Մարինեից հետո ամենից երկարն եմ Ռուբենին ծանոթ, չնայած մենք ավելի շատ ընկերություն էինք անում, Ռուբենը դեռ սեղանի տակ էր վազում, բանի տեղ չէինք դնում, դե երեխա էր էլի, բայց այն ժամանակվանից երևաց նրա խառնվածքի ինքն իրանով կարողանում էր զբաղվել նախ եւ իմաստ էր գտնում ամեն ինչի մեջ եւ նաեւ ընկերներ ձեռք բերելու եզակի ձիրք ուներ եւ մինչեւ հիմա ունի այդ մանուկ հասակի ժամանակ եւ այստեղ իհարկե վճռական դեր ունի Կարլենի կերպարը, որտեվ ով չի ճանաչում ով ճանաչում է կհասկանա ինչ նկատի ունեմ, ինքը շատ ոմանք կասեին սարդ մարդ էր, բայց դա իրականում պարզապես առանցք ունեցող մարդ էր եւ խիստ հայրենասեր, այսինքն պաթոլոգիայի աստիճանի հայրենասեր, որը եւ տվեց իր արդյունքը, ինչպես տեսնում եք, ընդ որում դաստիարակությունը ոչ թե հորդորներով, խոսքերով, ինչ որ բաները բացատրելու միջոցով էր տեղի ունենում, այլ պարզապես օրինակով, ինչը եւ արեց Արմա եւ Ռուբենը, ինքը իր օրինակով ցույց է տալիս, որ նա իսկական հայրենասիրություն է, ինչա պետք անել բոլորին վարակելու համար, եւ դա իր մոտ հաջողվում է, եւ վստահ եմ նա դեռ առիթ կունենա նաեւ նոր օրինակներ տալու
թե ինչպես է պետք իսկապես սիրել հայրենիքը եւ ինչի՞ չէ նաեւ շենացնել։ Շենացրել է եւ դեռ կշենացնի։ Իսկ քանի որ պոետները նաեւ մարգարեներ են, ես կուզեի մի հատ հորս գրած բանաստեղծություն կարդալ, մի վախեցեք կարճը։ Ես նրանցից չեմ, որ չհավատամ այս միշտ անարդար աշխարհում ապրող մարդու երազած արդար գալիքին, լոկ նրա համար, որ նրա անվամբ մեզ մատուցվածը պղծված ու սուտ էր։ Ես նրանցից չեմ, որ չհավատամ մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու կամքին, լոկ նրա համար, որ այսօրվանը թույլ ու խախուտ է։ Ես նրանցից չեմ, որ չհավատամ Աստծո գոյությանն ու նրա փառքին, լոկ նրա համար, որ մեր համայնքի տերտերը բութ էր։ Ինչ փույթ, թե ավաղ մարգարեներն են արդար գալիքի տենչը հղանում, նահատակները հանուն այդ տենչի սերմի պես թաղվում, ծորենհաց դառնում եւ տականքներն այդ հարցին տիրանում, հացին կներեք, չքաղաքականացնել։ Շնորհակալություն։ Մենք ենք մեր սարեր կազմակերպության թիմը, ինձ թվում է շատերը հիմա այստեղ չեն, տաթևում են, պատրաստում են վաղվա միջոցառումը, վաղվա ուխտագնացությունը։ Նրանք խնդրել են, որ բոլորս, որ կարող ենք իրենց միանանք, այստեղից, այս միջոցառումից, աչում, ձախում միտեղ հարմար դրված է, այն զանգերից վերցնենք եւ մեր հետ տանենք տաթև։ Իսկ ով էլ չի կարող գնալ, ուղղակի ղողանջները այդ զանգերի կիսվեն թե Ռուբենի հետ, թե մեր բոլորի հետ, որոնք տարբեր տեղերում լինում են եւ նորից այդ զանգերով առաջի հերթին ասենք բարև։